Հարգելուներս ողջունում եմ բոլորիդ, Էդուարդ 2022 համահայկական գիտակրթական աշխատաժողովի շրջանակներում, ինչպես գիտեք այսօր արդեն աշխատաժողովի 3-րդ օրն է և այժմ մեր խոսնակը Ռուբեն Հայրապետյանն է, անչափ շնորհակալ ենք ձեզ այստեղ գտնվելու համար, պարոն Ռուբեն, ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանը Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր տնօրենն է, ինչպես նաև տնտեսագիտության դոկտոր։ Նա այսօր մեզ կներկայացնի մասնագիտական մենեջմենտ և առաջնորդություն թեման և բացատրի, թե որտեղից են սկսվում խնդիրները ընկերությունում։ Հարգելի Ռուբեն, հարթակը սիրով ձեզ եմ տրամադրում, բայց կխնդրեմ, որ մինչ այսպես թեմայի բովանդակությանն անցնելը, եթե դուք ձեր կենսագրությունից փորձից որևէ բան կցանկանաք ներկայացնել և կիսվել, ապա կխնդրեմ մի փոքր ձեր մասին պատմեք, այնուհետև անցնենք թեմայի ներկայացմանը, համեցեք։ Շնորհակալություն հարգելի ընկերներ հրավերի եւ հնարավորության համար։ Իրականում կենսագրության հետ կապված հիմնական հատվածը դուք ներկայացրեցիք, որ այժմ ես ղեկավարում եմ Մատենա միջազգային դպրոցը, որի նաև համահիմնադիրն եմ, մինչև այդ երկար տարիներ զբաղվել եմ նաև կրթության ոլորտում, զբաղեցրել եմ այլ պաշտոններ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր և փորձել եմ ընթացքում հնարավորինս կառավարել համակարգերը, որոնց արդյունքները ես համարել եմ առավել կարևոր ընդհանրապես մեր երկրի, մեր տնտեսության համար և հատկապես այդ պատճառով է, որ առավելապես կենտրոնացված եմ հենց կրթության բնագավառի վրա, որովհետև համարում եմ, որ այդտեղից են սկսում մեծագույն խնդիրները, ընթացքում նաև եղել եմ Երևան քաղաքի ավականու անդամ, երկար տարիներ զբաղվել եմ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներով, նաև համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, եղել եմ նաև զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ արտադրության բնագավառում, արտադրական բիզնեսում։ Այսպես, այսինքն փորձել եմ հնարավորինս նաև բազմավեկտոր կառուցել կարիերան այն առումով, որ հետագայում մենք բոլոր կարևորագույն համակարգերը, որոնք որ մեր երկրի համար պետք է փորձենք բարելավել, ստեղծել դրանց առումով պատկերը լինի ավելի ամբողջական, անձամբ հենց ինձ համար, իմ տեսանկյունից։ Ես դրա մասին քիչ հետո կխոսեմ, երբ որ հենց մասնագիտական մենեջմենթի խնդիրներին կանդրադառնանք։ Թեման շատ իրականում ընդգրկուն է եւ մշտապես մեծ բարդ մարտահրավեր է մեկ հանդիպման ընթացքում բոլոր խնդիրները քննարկել, հատկապես այն դեպքում, երբ որ լսարանը բազմատար է մարդկանց մասնագիտական գործունեության առումով եւ այդ դեպքում թերևս հիմնական խնդիրը, որ այս պահին մեզ մնում է մեկ ժամվա ընթացքում կամ մի փոքր ավել, քննարկել այն կարևորագույն խնդիրները, որոնք առնվազն մտածելու, խորհելու նոր դաշտ են բացելու եւ առնվազն մենք միասին կարողանանք գիտակցել դրանց կարևորությունը, որովհետեւ եթե առնվազն այս հանդիպման ընթացքում մենք կարողանանք այդ նպատակին հասնել, ապա ինֆորմացիան հայթայթելու հավելյալ լրացուցիչ ինֆորմացիան հայտարարելու խնդիրը ամենահեշտն է 21-րդ դարում, ես կարծում եմ, որ հետագայում մենք նաև հնարավորություններ կունենանք այլ ձևաչափերով զրուցելու, համագործակցելու եւ կարծիքներով փոխանակվելու։ Ես ուզում եմ այս կարևորագույն թեման մենեջմենթի եւ առաջնորդության վերաբերյալ սկսել մի կոնկրետ օրինակից, որը վերջերս հենց մեզ հետ մեր աշխատանքային գործունեության ընթացքում տեղի ունեցավ մեր գործընկերներից մեկը, որ խոշոր IT կազմակերպության ներկայացուցիչներից է, հանդիպել ենք եւ մեր հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ Մատենան առանձին կրթական ծրագիր մշակի այդ IT կազմակերպության համար, որը խնդիրներ էր տեսել իր կազմակերպությունում կապված բիզնես հաղորդակցության հետ եւ հիմնական խնդիրն այն էր, որ նշվում էր, որ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ինժեներները իրենք իրենց գործը շատ լավ անում են, իրենց համակարգի հետ շատ լավ աշխատում են, այսպես ասած, բայց երբ որ գործը հասնում է բիզնես հաղորդակցությանը, թե ինչ-ինչ պատճառներով թերանում են, որոնք խոսքը վերաբերում է թե գրավոր, թե բանավոր հաղորդակցության եւ
կազմակերպության ղեկավարությունը արդեն սեփական փորձով հասկանում էր, թե ինչքան շատ խնդիրներ են առաջանում, երբ որ տվյալ անձը բացի իր հիմնական աշխատանքային բուն մասնագիտական պարտականությունները կատարելիս դժվարանում է կոմունիկացվել, հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, գործընկերների հետ եւ փաստացի իրենք տեսնում էին, թե դրա հետևանքով կազմակերպությունը ինչքան կորուստներ էր կրում։ Եվ այս առումով խնդիրը դրված էր այնպես, որպեսզի մենք կրթական ծրագիր մշակենք մատե նաև հատուկ կազմակերպության համար եւ բարելավենք բիզնես հաղորդակցության հմտությունները բոլոր աշխատակիցների, որոնք որ զբաղվում են տեխնոլոգիաների տվյալ ուղղությամբ։ Բայց մենք քննարկեցինք այդ խնդիրը ավելի խորքային առումով, փորձեցինք վերլուծել, հասկանալ նաև պատճառները, թե ինչու է այդպես եւ պարզվեց, որ իրականում խնդիրը ոչ այնքան տեխնիկական բիզնես հաղորդակցության հարցն է, որ այն ինչ որ ներկայացվում էր, որ աշխատակիցները դժվարանում են ճիշտ ձևով ձևակերպել նամակները գործընկերներին, ճիշտ հաղորդակցվել այլ շահառուների հետ։ Այլ խնդիրն այն էր, որ այդ աշխատակիցները իրականում չէին տեսնում կազմակերպության տեսլականը, չէին տեսնում առաքելությունը, չէին հասկանում, թե կազմակերպությունը երկարաժամկետ առումով ընդհանրապես ուր է գնում, որքանով է կարևոր տվյալ տեխնիկական նույնիսկ գործընթացի դերը, նամակ գրելու դերը ընդհանուր առմամբ կազմակերպության կառավարման ամբողջ համակարգում եւ գուցե ոչ այնքան մեծ խնդիր էր հենց տեխնիկապես նամակը գրելու հմտությունների բացակայությունը կամ պակասը։ Եվ հետեւաբար մենք եկանք այն եզրակացության, որ կազմակերպության խնդիրը առավելապես հենց վերաբերում է ընդհանուր մենեջմենթին, ընդհանուր ռազմավարական մոտեցումների ճիշտ ամրագրմանը եւ անգամ եթե մենք բիզնես կոմունիկացիայի հաղորդակցության դասընթաց ենք մշակում, ապա դա միայն պետք է լինի ինտեգրալ մասը ավելի ընդլայնված դասընթացի, որտեղ որ ռազմավարական կառավարման, ռազմավարության մշակման, կազմակերպության համար ճիշտ նպատակադրման, պլանավորման, կազմակերպական գործընթացների ճիշտ եւ արդյունավետ կերպով մշակման խնդիր է դրված եւ այստեղ միայն երբ որ աշխատակիցները կարողանան տեսնել այն իրական խնդիրը, որոնք որ տվյալ պահին տվյալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունը ուզում լուծել, իրենք նոր միայն դրանից հետո կարողանան ավելի ճիշտ բիզնես հաղորդակցության խնդիրները լուծել։ Եվ այդպես մենք փորձեցինք մի փոքր ընդլայնել դասընթացը, ես ինչու եմ սրա մասին խոսում, որովհետև ընդհանրապես Հայաստանում մենք հիմա գտնվում ենք մի իրավիճակում, որ մենեջմենթի եւ առաջնորդության խնդիրները ինչ պատճառներով երկրորդ պլան են մղված եւ սա պարադոքսալ վիճակ է, պարադոքսալ այն առումով, որ իրականում խնդիրների հիմքը, ակունքները հենց այդտեղից են, որոնք խոսքը վերաբերում է բոլոր համակարգերին, թե բիզնես կազմակերպություններին, պետությանը, համայնքներին, առևտրային, ոչ առևտրային կազմակերպություններին, բայց մենք հաճախ կենտրոնանում ենք տեխնիկական խնդիրների վրա, եւ մեզ թվում է, թե խնդիրների ակունքը հենց այդ տեխնիկական խնդիրներն են, որ ինժեներները նամակ գրելու տեխնիկա չգիտեն եւ դրա պատճառով կազմակերպությունը ունենում է խնդիրներ։ Եվ ընդհանրապես մենք այս վերջերս այդ հարցին ես անդրադարձել էի, որ գրեթե չենք խոսում այն մասին, թե մեր երկրի, մեր պետության ընդհանուր ստեղծած արդյունքը ինչքան է պակասում, զուտ միայն այն պատճառով, որ տարբեր կազմակերպություններում կառավարման գործընթացն իրականացվում է անորոշ, մոտավոր գործողությունների հիմքով, այլ ոչ թե հստակ մշակված, նախապես փորձարկված լավագույն գործիքակազմով։ Եվ կազմակերպությունների մի մասում, օրինակ, խոսքը երբ որ հասնում է թիմերի կառավարմանը, ընդհանրենք մի բաժնի ղեկավարը X կազմակերպությունում կամ կազմակերպության ավելի բարձր մակարդակի ղեկավար կառավարում է գործընթացները, բայց կառավարման process-ը ոչ թե հիմնված է ընդհանուր լավագույն մոտեցումների վրա, փորձի վրա, կուտակված փորձի, որը որ հետագայում նաև վերածված է դասավանդման ծրագրերի, այլ մոտավոր քաոսային շարժումների, այսպես ասած, քթածակի հիմքով եւ այդ դեպքում կազմակերպություններում շատ հաճախ ակնհայտ է դառնում, որ արդյունքը պակասում է մի քանի անգամ, որոշ դեպքերում նույնիսկ տասնյակ անգամ եւ հետեւաբար, քանի որ իրավիճակն այդպիսին է, ընդհանուրի արժեքը եւս, այսինքն պետության ստեղծած համախառն արդյունքի արժեքը եւս կտրուկ նվազում է,
շատ դժվար է ասել թե ինչքան անգամ, որտեղ դա այնքան խորքային, այնքան լուրջ խնդիր է, այնքան էական հետևանքներ ունի, որ նույնիսկ չափելն է դժվար, բայց պարզ է, որ մի քանի անգամ ուղղակի կարող է տվյալ ուղղությամբ արդյունքը պակասել։ Եվ սա այս իրավիճակը ես ուղղակի ցավով եմ ասում, որ շատ նման է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավիճակին մեկ դար առաջ, ինչու, որովհետև իրականում տեսեք, ինչ էր տեղի ունենում 20-րդ դարի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տարբեր կազմակերպություններում, ժամանակ այդ մանուֆակտուրաներ կոչվածը, մասնագետները, տեխնոլոգները կատարում են իրենց աշխատանք, եկեք մի պայմանական ոլորտ վերցնենք, ենթադրենք հեռախոսի արտադրության ոլորտ է։ Եվ հեռախոսի արտադրության ոլորտում ինժեները սովորած, համապատասխան գիտելիք, հմտություններ եւ կարողություններ ստացած կատարում է իր գործը, ինքը շատ լավ գիտի, շատ լավ սովորել է, թե հեռախոսի ռելեն ինչպես պետք է հավաքել, որ այն սկսի աշխատել։ Հաշվապահները իրենց գործը անում են կրկին սովորած գիտելիքի հիմքով, հստակ մշակված մեթոդաբանությամբ, գործիքակազմով, իրենք գիտեն ինչ է հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես արխիվը բացել, փակել եւ այլն, բայց ամենակարևոր գործը, երբ որ այդ ամբողջը պետք է կառավարվի ճիշտ ուղղություն մշակվի, պլանավորումը արդյունավետ իրականացվի, մարդկանց հնարավոր լինի ավելի արդյունավետ եղանակներով խրախուսել, որպեսզի իրենք հասնեն արդյունքի, առաջադրանքները ճիշտ պատվիրակվեն, ամեն մի մակարդակով ցանկացած խմբի ղեկավար կամ բաժնի ղեկավար ոչ թե իր մոտավոր սովորած մեթոդներով ծնողներից կամ բարեկամներից լսած մեթոդներով հասկանա թե ինչպես է կառավարում, այլ ունենա որոշակի չափանիշներ, թե ենթադրենք լիազորությունների որ մասը ինքը պետք է անձամբ կատարի, որ մասը պետք է պատվիրակի, պատվիրակման դեպքում ինքը վերահսկողությունը ինչպես է իրականացնելու, որպեսզի կազմակերպությունում արդյունքը կամ տվյալ խմբում լինի առավելագույնը, ինչպես անի, որ իր խմբի անդամները կարևորեն, հասկանան կազմակերպության ընդհանուր արդյունքի նշանակությունը եւ այլն։ Եվ սա իրավիճակ էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը 20-րդ դարի սկիզբը գործում էր եւ ըստ էության ինչ որ մի համակարգ էր, որը աշխատում էր եւ ստեղծում էր արդյունք։ Բայց երբ որ այդ կազմակերպությունները, մանուֆակտուրաները սկսեցին խոշորանալ, մեծ դառնալ, արդեն ակնհայտ դարձավ, որ այդ ավանդական հնարքներով կառավարել ուղղակի լրջագույն կորուստների է բերում կազմակերպություններին եւ իրականությունից, իրավիճակից ելնելով սկսվեց նոր շարժում, նոր մոտեցում, որը գլխավորում էր Ֆրեդերիկ Թեյլորը եւ որը հետագայում նաեւ հանդիսացավ հենց մենեջմենթի, մասնագիտական մենեջմենթի հիմնադիրը եւ սկսեցին մշակվել կոնկրետ մեթոդներ, գիտական, մասնագիտական մեթոդներ, թե ինչպես վերոնշյալ կարևորագույն գործընթացները կազմակերպել ոչ թե ավանդական հնարքների հիմքով, այլ հստակ մասնագիտական գիտելիքի հիման վրա։ Եվ այժմ այն որ Հայաստանում տեղի ունենում շատ հետաքրքիր է, ես դրա համար ասացի, որ ցավով եմ նշում, բայց շատ նման է դրան։ Երբ որ մենք մեզ մոտ առաջանում են արդեն կազմակերպությունները խոշորացել են եւ պրակտիկան է հուշում, որ առանց դրա ուղղակի անհնար է։ Եվ ես մեր տեսանկյունից կարող եմ ասել, նաև Մատենա առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի տեսանկյունից, որ մենք տեսնում ենք այդ պահանջարկը աճճանաբար, թե ինչքան է աճում հատկապես խոշոր կազմակերպություններից եւ մասնավորապես ավելի ինստիտուցիոնալ առումով զարգացած ոլորտներից, օրինակ ֆինանսական ոլորտ, օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, որ պրակտիկ աշխատանքի ընթացքում արդեն զգացվում է, թե ինչքան կարևոր խնդիրներ իրենք ունեն լուծելու հատկապես արդյունավետ կառավարման առումով։ Ես սա ընդհանրապես անվանում եմ այս մոտեցումը առաքելությունից միջև դիմախաղ երևույթ, ամբողջ իմաստն այն է, որ կազմակերպության այն գլխավոր առաքելությունից ինչից որ կոչված է, պետք է հստակ թելերով շահկապված լինի միջև ցանկացած աշխատակցի նույնիսկ դիմախաղը աշխատանքային գործընթացի ընթացքում պետք է ունենա հիմնավորում, թե տվյալ կազմակերպության առաքելության իրականացման ընթացքում մարդու հայացքը, դեմքի արտահայտությունը ինչ նշանակություն ունի, որովհետև դա կապված է նպատակների իրագործման հետ, նպատակների իրագործումը կապված են ավելի բարձր նպատակների իրագործման հետ, մինչև կազմակերպության տեսլականի իրականացում, իսկ տեսլականը բխում է բնականաբար առաքելությունից կազմակերպության եւ իրականում այս ամենը այնքան
մոտավոր է սովորաբար եղել մեզ մոտ Հայաստանում, որ նույնիսկ շատերը հասկացությունների հետ կապված խնդիրներ ունեն, չեն տարբերում առաքելություն տեսլականից եւ ցավոք պետք է ասեմ, որ նույնիսկ մասնագետները հաճախ մասնագետ ուսանողները, որոնք որ սովորում են համապատասխան մասնագիտությունը, իրենք դժվարություններ են ունենում եւ հետեւաբար այստեղ նաեւ այս միտքս հուշում է, որ կրթական համակարգի էական խնդիրներ է եղել այս ուղղությամբ մենեջմենթի կառավարման առաջնորդության, ինչը որ շատ առանձին կարևոր բնագավառ է եւ այսօր կփորձեմ նաեւ առաջնորդության կարևորագույն խնդիրների եւ տարբերության մասին խոսել, որտեղ մինչեւ հիմա ես վստահ եմ, եթե ուղղակի հարցում անցկացնենք մեր կազմակերպություններում, թե ինչ է ճիշտ առաջնորդությունը, ինչ է ճիշտ կառավարումը կամ մենեջմենտը, հաճախ կարող են մարդիկ ուղղակի հասկացությունների մակարդակով չտարբերել։ Ես չեմ ասում դրանց արդյունավետությունը բարձրացնելու, ավելի արտադրողական դարձնելու գաղափարների մասին։ Հայաստանում ին խորին համոզմամբ այժմ կազմակերպություններում մենեջմենթի ամենա տիպիկ առանձնահատկությունը կարճաժամկետ կառավարումն է։ Այսինքն, երբ որ տարբեր բնագավառներում, թե կազմակերպություններում, թե պետական կառավարման առումով, թե բիզնեսում, թիմերում նպատակները, պլանները կազմվում են կարճաժամկետ եղանակով, առանց հաշվի առնելու երկարաժամկետ էֆեկտները, առանց հաշվի առնելու, որ մենք գործ ունենք համակարգերի հետ, որոնք փոխելու եւ արդյունավետ կառավարելու գործընթացները ենթադրում են երկարաժամկետ պլաններ, եւ դա արտահայտվում է, ինչպես ասացի, բոլոր ուղղություններով, ոչ միայն կազմակերպությունների կառավարման առումով, այլև դա խորքային առումով արդեն նստած է մեր ազգային հոգեբանության մեջ եւ հետեւաբար նաեւ կառավարման առանձնահատկությունները, նույնիսկ տեսեք մի ցուցանիշ կա մակրոտնտեսական ամենապարզ ցուցանիշը, որը կոչվում է տնտեսական աճ, հնայի աճը, նախորդ տարվա նկատմամբ հնան ինչքան է աճել։ Եվ նույնիսկ այս տնտեսագիտական մտքի առումով տնտեսության վերլուծության հիմնական ցուցանիշը դարձել է հնայի աճը եւ դրանով պայմանավորված մենք փորձում ենք հասկանալ, թե տնտեսության վիճակը, այսպես ասած, ինչպիսին է եւ գուցե այլ նաեւ ցուցանիշներ, օրինակ գնաճի տեմպը եւ այլն, բայց հետաքրքիր է, որ մենք շատ քիչ ենք խոսում այդ առաջարկի կողմի ցուցանիշների մասին, երկարաժամկետ ցուցանիշների, թե տնտեսության կառուցվածքում ինչպիսի վիճակում են գտնվում արտադրության գործոնները, որոնք 10 տարվա կամ 20 տարվա տնտեսական արդյունքի ապահովման հիմնական հիմքը պետք է լինեն։ Եվ մենք ամեն տարի խոսում ենք տնտեսական աճը կլինի, երկնիշ ցուցանիշ կունենանք, չգիտեմ, երկնիշ ցուցանիշ չենք ունենա։ Մի տարի լինում է 7%, մյուս տարի լինում է 9% եւ երկնիշ աճ լինում ինչ որ տարի մենք ասում ենք, վայ շատ լավ բան, բայց այդ արդյունքները, որոնք մենք ունենում ենք այս մակրոտնտեսայության առումով, պահանջարկի կողմի գործոններով ապահովող ցուցանիշներն են։ Բայց օրինակ հենց միայն այն գաղափարը, որ կրթությունը եւ մասնավորապես նաեւ մասնագիտական կրթությունը տնտեսագիտական կատեգորիա, բացի ամեն ինչից, մենք դրան ավելի քիչ ենք ուշադրություն դարձնում եւ սա կրկին հետևանք է այդ կարճաժամկետ պլանավորման մեխանիզմների, որոնք օբյեկտիվ պատճառներով առաջանում են։ Ես ինչու եմ ասում տնտեսագիտական կատեգորիա, որովհետեւ գոյություն են արտադրության գործոններ, որոնք որ ապահովում են տնտեսության երկարաժամկետ զարգացման տրամաբանությունը, ու դասական տնտեսայության մեջ դրանք հիմնականում 4 խմբով են ներկայացվում, այդ 4 խմբերից հիմնականը թերևս առանցքային է հենց մարդկային կապիտալն է։ Եվ մարդկային կապիտալը որպես ամբողջական առաջարկը պայմանավորող արտադրության գործոն կարող է ավելանալ, կարող է բարելավել կամ կարող է պակասել։ Իսկ մարդկային կապիտալը ավելացնելու կամ բարելավելու հիմնական եղանակը եւ մեխանիզմը կրթությունն է։ Եվ հետեւաբար կրթությունը լուրջ եւ խորքային տնտեսագիտական կատեգորիա է, որը ոչ թե ապահովում է տվյալ տարվա տնտեսական աճի երկնիշ կամ ոչ երկնիշ լինելը, այլ ֆունդամենտալ հիմքերը տնտեսության երկարաժամկետ զարգացման։ Եվ ես սրա պատճառների մասին քիչ հետո կխոսեմ, նաեւ կխոսեմ թե ինչպես եմ պատկերացնում դրա լուծման ուղիները, բայց ուղղակի խոսքիս մեջ հիշեցի, որ
մեզ մոտ այս պայն ընթանում է համայնքային պաշտոնյաների վերապատրաստման ծրագիր մատենայում եւ երեք շատ հետաքրքիր քննարկում էր հենց համայնքների մակարդակում, համայնքների կառավարման առումով զարգացման հնգամյա պլանների եւ տարեկան բյուջեների ասես համապատասխանությունը միմյանց, որովհետև շատ հաճախ համայնքներում մշակում են տարեկան բյուջեներ, բայց դրանք չեն բխում զարգացման հնգամյա ծրագրերից, այն խնդիրը ինչի մասին ես խոսում եմ, եւ երեք քննարկման ընթացքում ես մի օրինակ բերեցի, ես այդ օրինակը ուզում եմ կրկնել, թե ինչքան հետաքրքիր բացասական էֆեկտներ են լինում, երբ որ երկարաժամկետ էֆեկտերին ուշադրություն չես դարձնում, չես գիտակցում, որ գործ ունես իրականում համակարգի հետ, որը բաղկացած է շատ տարերից։ Մի հայտնի իրադարձություն է եղել Չինաստանում 1958-ից 62 թվականներին, դա մեծ չինական սով է հայտնի այդ իրադարձությունը, երբ Մաո Ցեդունի ժամանակահատվածում, երբ որ խնդիրներ կար ընդհանրապես պարենի հետ կապված, մարդկանց սննդի հետ կապված, որի հիմնական հիմքերից մեկը հենց հացահատիկներ եւ այնտեղ պետության կառավարման պատասխանատու մարմինները որոշել էին, որ հիմնական խնդիրն այն է, որ տարբեր տեսակի թռչուններ, մասնավորապես ճնճղուկները, շատ են վնասում հացահատկի պաշարները Չինաստանում եւ դրա հետևանքով է, որ մարդիկ չեն կարողանում հաց ուտել, չեն կարողանում սովի հարցը լուծել եւ հետեւաբար պետական քաղաքականության առումով իրենք պետք է ճնճղուկներին վերացնեն։ Եվ այս քաղաքականությունը սկսեցին իրականացնել կարճաժամկետում շատ ճիշտ պատճառահետևանքային կապ։ Այո, ճիշտ պատճառ չի, ճնճղուկները իսկապես ուտում էին հացահատիկը եւ դրա հետևանքով հացահատիկի քանակը պակասում էր եւ դրա հետևանքով բնականաբար բնակության մարդկանց ավելի քիչ տոկոսը հասանելիություն ուներ հացահատիկին եւ հացին եւ տարբեր սննդամթերքին։ Բայց երբ որ իրենք սկսեցին այս քաղաքականությունը, դա շատ հայտնի քաղաքականություն է իրականում Չինաստանում, ամբողջ ազգաբնակչությամբ դուրս էին գալիս փողոցներ եւ այսպես զրնգոն տարբեր տեսակի առարկաներով խփում միմյանց, որպեսզի ճնճղուկները չկարողանան նույնիսկ իջնել վայրեր չկատարել եւ օդում ուժասպառ լինել, ընկնել, սատկել, ու այդ ընթացքում շատ մեծ քանակությամբ իրականում ճնճղուկներ վերացվեցին, կրակելով, սպանելով, եւ դրանից հետո 1959 թվականից հետո սկսեց մի պատմություն, որը որ Չինաստանի պատմության մեջ համարվում է ամենախայտառակ էջերից մեկը, այդ մեծ արդեն հսկայական սովի շրջանը, երբ մահացավ ըստ տարբեր հաշվարկների շուրջ 50 միլիոն մարդ դրա պատճառով։ Ինչու, որովհետև այս քաղաքականությունը ինչքան էլ որ կարճաժամկետում ճիշտ էր, դրամաբանական էր, եթե մենք անալոգիա անցկացնենք, հա, տարեկան բյուջեի հետ, երբ որ տարեկան բյուջեով կողմնորոշվելով ինչ որ ճիշտ քաղաքականություն կարելի է մշակել, բայց պարզվեց, որ մարդիկ հաշվի չէին առել, որ գործ ունեն համակարգի հետ, մասնավորապես էկո համակարգի հետ, եւ երբ որ նրանք վերահսկում են ճնճղուկներին, այդ դեպքում արդեն միանգամից կտրուկ ավելանում է տարբեր տեսակի միջատների քանակը, իսկ ճնճղուկները այդ էկո համակարգում նաև վերացնում են միջատներին, հասկանալի է, եւ միջատների վերացած հացահատկի քանակը տասնյակ անգամ ավելի շատ էր, քան ճնճղուկներինը։ Մի պարզ օրինակ, թե ինչպես կարող է կառավարման մարմինը ձախողել, բնականաբար նաև ծայրահեղ օրինակ, բայց ծայրահեղ օրինակները մեզ օգնում են հասկանալ երևույթի էությունը, անկախ նրանից մենք իրականության մեջ միշտ այդ ծայրահեղ օրինակների հետ գործ ունենք, թե չէ, բայց մենք միշտ համակարգերի հետ գործ ունենք եւ այդ համակարգերը միշտ ունեն գրեթե նույնական հատկությունները բոլոր բնակավարներում, անկախ նրանից մենք խոսում ենք էկո համակարգի մասին, բնական համակարգի մասին, կազմակերպական, սոցիալական համակարգի մասին, թե ինչ որ տեխնիկականի։ Եվ այսպես այս օրինակով ուղղակի ուզում էի հիմնավորել նաև այն գաղափարը, թե ինչ լրջագույն խնդիրներ են, որոշ դեպքերում ուղղակի անտեսանելի խնդիրներ, որովհետև մարդկանց մահը տեսանելի է, երբ որ 50 միլիոն մարդ մեռնում է, հետո սկսում են վերլուծել, թե ինչն է պատճառը, հասկանում են։ Բայց երկարաժամկետ խնդիրները, որոնք առաջանում են հենց նույն համայնքներում, երբ որ տեղական ինքնակառավարման մարմինները ուղղակի մոռանում են այն մասին, որ իրենք զարգացման հնգամյա պլան ունեն, ուղղակի ձևական են թողնում
5 տարվա զարգացման տեսլականը, թե 5 տարի հետո տվյալ համայնքը ինչ նպատակի է ուզում հասնել, իրենք սկսում են այս կարճաժամկետ տարեկան քաոսային շարժումները, որոնք գուցե այդ պահին թվան թե արդյունավետ են եւ իրոք ինչ որ մի հարց են լուծում, բայց երբ որ դու 3 տարվա, 5 տարվա, այլ չեմ ասում 20 տարվա հեռանկարով նայում ես, պարզվում է, որ այդ խնդիրը իրականում մահացու է եղել, դու դա չպետք է անեիր, որովհետեւ դա միայն տարվա կտրվածքով պատճառահետևանքային արդյունավետ կապ է ապահովում։ Եվ հետեւաբար այն ինչ որ նաեւ ուզում եմ ասել հիմա ու նաեւ գուցե հարցեր լինեն ընթացքում ես պատրաստ կլինեմ նաեւ ընթացքում հարցերին պատասխանել կամ դրանց անդրադառնալ վերջում հայաստանյան մենեջմենթի կարևորագույն առանձնահատկությունը կարճաժամկետ կառավարում կարճաժամկետ պլանները երկարաժամկետ պլանները նույնիսկ երբ որ լինում են հիմնականում դրանք լինում են ձևական դեպքերի մեծամասնությունը որպես օրենսդրական պահանջի կատարում կամ ինչ որ նորմատիվ այլ կազմակերպական պահանջի կատարում եւ տվյալ դեպքում երբ ես համայնքների օրինակով էի ասում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքը պահանջում են որ համայնքները ունենան զարգացման ծրագրեր դրանք ցավոք շատ դեպքերում ուղղակի չեն գործում չեն լինում այլ սևացրած թղթեր են ես առանձնացրել եմ 4 պատճառ թե ինչու ենք մենք բախվում այդ խնդրին կամ այլ կերպ ասած թե ինչու է Հայաստանում այդքան լուրջ երկարաժամկետ պլանավորման հարցը եւ ինչու ենք մենք մշտապես ապրում վաղվա օրվա խնդրով Իհարկե պատճառները կարող են շատ լինել բայց ես հիմնական 4-ն եմ առանձնացրել իմ դիտարկումների եւ մշակումների արդյունքում թե ինչու է այդպես առաջին պատճառը խորքային պատճառ է ազգային հոգեբանական առանձնահատկությունն է մեր ընդհանրապես մեր աշխարհաքաղաքական վիճակն է մեր պատմությունն է մշտապես առաջացող ցնցումներն են գոյատևման խնդիրն է որ դա իմ խորին համոզմամբ արդեն անցել է մեր ազգային հոգեբանության եւ մշակույթի մեջ այսինքն այս մեր աշխարհագրական դիրքը պատմական առանձնահատկությունները դրանք նաեւ գիտակցության մի մասն են կազմում որ մենք պետք է միշտ գոյատևման խնդիր լուծենք մենք վաղվա օրը ապահովելու խնդիր պետք է լուծենք եւ երկարաժամկետ չենք նայում սա օբյեկտիվ պատճառներից մեկն է եւ դժվար հաղթահարվող օբյեկտիվ պատճառներից մեկը բայց ես հատուկ ասում եմ դժվար հաղթահարվող այլ ոչ թե անհաղթահարելի որովհետեւ ցանկացած տեսակի նույնիսկ օբյեկտիվ խոչընդոտ կարելի է լուծել, եթե մենք համապատասխան կամք ենք դրսևորում եւ համապատասխան ճիշտ քաղաքականություն ենք իրականացնում։ Երկրորդ պատճառը, մյուս 3 պատճառները մի քիչ ավելի սուբյեկտիվության դաշտ են գնալու։ Երկրորդ պատճառը այն ինչ որ ինձ մոտ առանձնացրել եմ, այն է որ երկարաժամկետ կառավարելու համար համակարգը, ընդ որում երկարաժամկետ չէ, նույնիսկ միջնաժամկետ, դրանք պահանջում են զոհաբերություններ։ Պահանջում են զոհաբերություններ, որովհետև երբ որ դու ուզում ես 5 տարվա ընթացքում կամ 10 տարվա ընթացքում հստակ մի նպատակի հասնես, համակարգը բերես ինչ որ ավելի զարգացած մակարդակի, օրինակ երկրի տնտեսությունը մենք պատկերացնենք նույն կարճաժամկետ հնայի ցուցանիշը 5 տարի հետո ինչքան է լինելու կամ 10 տարի հետո ինչքան է լինելու։ Ցանկացած իրական ռազմավարություն նախ եւ առաջ պահանջում է զոհաբերություններ։ Ինչու է պահանջում զոհաբերություններ, որովհետև շատ հեշտ է ընդհանրապես բոլորի համար ասել թե ինչ կարելի է անել տվյալ կազմակերպությունը ավելի լավը դարձնելու համար, որպեսզի այն ավելի արդյունավետ աշխատի կամ պետությունը կամ համայնքը կամ հասարակական կազմակերպություն, բայց ամենաբարդ խնդիրն այն է, թե սահմանափակ ռեսուրսների պարագայում, իսկ ռեսուրսները մշտապես սահմանափակ են, ոչ թե ինչ պետք է անել, այլ ինչ պետք է չանել, որովհետև եթե քո ռեսուրսները սահմանափակ են, իրական մշակված ռազմավարության մեջ պարտադիր կերպով պետք է նշվեն, առանձնացվեն այն գործողությունները, ինչ որ մի ֆորմատով էական չի, ռազմավարությունների մշակման տարբեր ձևաչափներ կան, տարբեր գործիքական տեխնիկաներ, բայց որպեսզի երևա դու ոչ միայն ինչ ես անելու, այլև ինչ չես անելու, որտեղ հասկանալի անելիքները շատ են, ցանկությունները անսահմանափակ։ Եվ այսպիսով երկարաժամկետ գործողությունները չանելու պատճառներից մեկը հենց այն է, որ մարդիկ սովորաբար հակված չեն զոհաբերությունների, մարդիկ հակված չեն
ֆորմալ ձևով ընդունելու, ֆիքսելու, արձանագրելու, օրենք շատ գործողություններ չեն անելու եւ հակված չեն տարբեր տեսակի ճնշումների պատճառով պետական կառավարման մարմինները տեսնում են հասարակության ճնշումը, նույնիսկ այն դեպքում, երբ որ կոմպետենտ արդյունավետ գործող մարմինը համարում է, որ ինքը պետք է այս գործողությունը անի, չանի, զոհաբերություն անի, այստեղ ծախսերը կրճատի, որովհետև երկարաժամկետում սա անկասկած լավագույն եղանակն է, բայց հաճախ պետական կառավարման մարմինները անցնում են պոպուլիզմի դաշտ եւ դրանով չեն զբաղվում, այլ սկսում են հետևել կարճաժամկետ այդ պոպուլիստական գործողությունների, որպեսզի հետագայում ընտրական ցիկլի հաջորդ փուլում ունենան ավելի շատ ձայն եւ այստեղ առաջանում է հակասություն։ Եվ այստեղ է նաեւ այս երկրորդ կետումը, որ արդյունավետ մենեջմենտից բացի չափազանց կարեւոր է առաջնորդությունը, բայց ես դրա մասին առանձին կխոսեմ, այսինքն մարդիկ բացի նրանից, որ կարող են լավ հասկանալ, կարող են նաեւ շատ լավ համալսարանում օրինակ սովորած լինեն մեթոդները, բայց զուտ առաջնորդության խնդիրների պատճառով դրանք չիրականացնեն։ Այսպիսով երկրորդ խնդիրը, թե ինչու ենք մենք ավելի շատ հակված կարճաժամկետ ծրագրերով առաջնորդվելու կառավարման բնագավառում հենց այդ զոհաբերություններին։ Երրորդ խնդիրը, երրորդ պատճառը եւս սուբյեկտիվ պատճառ եմ ես համարում, դա մոտավորապես հետեւյալ երևույթն է, որ երբ որ տեսլականը նպատակները եւ մասնավորապես տեսլականը, օրինակ 5 տարի հետո ինչպեսի համակարգ ենք պատկերացնում։ Երբ որ տեսլականը հստակ ու չափելի է ֆիքսվում, ինչը նույնն է ինչ որ ասենք ռազմավարություն կա, իրական ռազմավարություն կա, ապա այդ դեպքում ավելանում է պատասխանատվությունը։ Մարդիկ գերադասում են նախապես չֆիքսել, թե ինչ տեսք ունի հաջողելը, որ դեպքում ենք ասելու, որ 5 տարվա ընթացքում 10 կամ 20 տարվա ընթացքում հաջողեցինք, որ հետո մեկնաբանությունների տեղ լինի, տարբեր տեսակի մեկնաբանությունների։ Դա այս երևույթը հատկապես շատ տարածված է կրկին պետական հանրային կառավարման բնագավառում, երբ որ կառավարության ծրագիրը մշակվում է շատ ձևական, անորոշ, առանց հստակ չափելի նպատակների եւ մասնավորապես առանց հստակ չափելի գլխավոր նպատակի, ինչը կոչվում է տեսլական, եւ 5 տարի հետո կամ 3 տարի հետո իշխանությունն ասում է Ջորջ ջան, տեսակ, ինչքան լավ էս մի բան էս, ինչ որ մի ձև լուծեցինք հարցը։ Տեսակ, ինչքան ճիշտ կարգավորեցինք մյուս խնդիրը, մենք ինչքան լավ ենք աշխատում, ու բնականաբար ամբողջ ինֆորմացիոն դաշտում մենք ինչքան լավ ենք այս ամեն ինչ արել, իսկ ընդդիմությունը ասում է, սա խայտարակություն է, սրանից վատ չի կարող լինել։ Սա մեծապատմության մեջ մեծագույն խայտարակությունն է։ Այսպիսի վատ իշխանություն մինչև հիմա չի եղել։ Իսկ մեծ անոթ պատմություններ են, բայց այս պատմությունները ոչ միայն Հայաստանում են, ամբողջ աշխարհում են։ Եվ խնդիրը հենց դա է, որ չկա այդ չափելիությունը, եւ մեկնաբանությունները հետեւաբար դառնում են շատ հեշտ, պատասխանատվությունը դառնում է քիչ։ Բայց երբ որ դրանք հստակեցվում են, արդեն դժվար է լինում երկկողմանի այդ մեկնաբանությունների տրվել, եւ կրկին այստեղ առաջնորդության դերը կա։ Իշխանությունները ցանկացած իշխանություն, կլինի կազմակերպության ներսի իշխանություն, պետական իշխանություն, համայնքային իշխանություն, իրենք պետք է գիտակցեն, եթե խնդիրը իրոք համակարգը բարելավելն է, զարգացնելն է, ապա այս տեսակի հնարքները կամ հնարքների դեպքում ուղղակի համակարգը ունենալու է լրջագույն խնդիրներ, իսկ իշխանությունները գերադասում են քաղաքական նպատակահարմարությունը, պոտենցիալ ձայների արկայությունը կառավարման արդյունավետությանը, այսինքն կառավարման արդյունավետությունը ստորադասվում է։ Եվ այսպեսով սա երրորդ պատճառն է, թե ինչու այդ երկարաժամկետ իրական ռազմավարությունը սուբյեկտիվ պատճառներով չի իրականացվում, եւ չորրորդ հիմնական պատճառը ըստ իս, ինչպես արդեն ասացի, պատճառները կարող են ավել լինել, բայց իմ կարծիքով դրանք ֆունդամենտալ են, չորրորդը ընդհանուր չիմացությունն է, գիտելիքի պակասը, անհրաժեշտության գիտակցության պակասը։ Այսօրվա իմ խոսքից առաջ ես ասացի, որ մի փոքր դժվար է մեկ հանդիպման ընթացքում այնպես անել, որ ձևական չլինի, ու այսօրվա հանդիպումը ես օրինակ անձամբ համարեմ, որ ինչ որ արդյունք է տվել եւ
արդյունք, որը որ հետագայում կարող է զարգանալ, ավելի մեծ արդյունք դառնալ։ Ես կարծում եմ այդ արդյունքներից մեկը հենց անհրաժեշտության գիտակցումը պետք է լինի առնվազն մասնակիցներից, չգիտեմ, 1-ի կամ 2-ի մոտ։ Այդ դեպքում ես կհամարեմ, որ արդյունքը կա։ Հիմա ես ուզում եմ, որ դուք դրա անհրաժեշտությունը գիտակցեք նաև ձեր համակարգերում, որոնք որ կամ կառավարում եք, կամ հետագայում եք կառավարելու, կամ անպատասխան ուղղությամբ դուք սովորելու եք, պետք է գիտելիք ձեռք բերեք եւ հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ավելի խորքային ուսումնասիրելու, թե այս վերոնշյալը նաև ինչ մեթոդաբանությամբ եւ ինչ գործիքակազմով իրականացնել։ Եվ ինչպես արդեն ասացի, մի դրական միտում կա արդեն, էմպիրիկ դրական միտում, որ անկախ ամեն ինչից մենք տեսնում ենք, որ շատ այսպես խոշոր եւ զարգացման փուլում գտնվող կազմակերպություններից արդեն իրականությունը փոխելու պահանջը ներկայացվում է, բայց այդ իրականության փոխելու պահանջը եւս չի կարող քաոսային լինել եւ կրթական համակարգը պետք է պատրաստ լինի դրան։ Պատճառներից մեկը, թե մենք ինչու ենք ստեղծել այս դպրոցը միջազգային մատենա, հենց դա է, որ մենք կարողանանք Հայաստանում արդյունավետ կառավարման եւ առաջնորդության նոր մշակույթ արմատավորել եւ մենք դրա միջոցով կարողանանք Հայաստանի խնդիրները լուծենք ընդհանուր առմամբ, որովհետեւ ամեն մի անհատական կազմակերպության խնդիրներից ի վերջո ձևավորվում է եւ ամբողջականացվում է ամբողջ երկրի տնտեսության խնդիրները։ Բայց մեր իրականությունը այդքան նույնիսկ այս նկարագրված խնդիրները հաղթահարելու դեպքում այդքան հեշտ չի կարգավորել, որովհետև մենք այս պահին գործ ունենք ոչ միայն կառավարման մենեջմենթի խնդիրների հետ, այլև հենց առաջնորդության, եւ ես հիմա հենց ուզում եմ դրան անդրադարձ կատարել, նաեւ տարբերությունը հասկանալու, անցալելու համար, նաեւ իմ փորձով, նաեւ մեր փորձով ընդհանուր առմամբ բոլոր համակարգերով եւ ուսումնասիրելով հենց հայաստանյան իրականությունը, թե մենք ինչ կարող ենք անել։ Տեսեք, ինք հաճախ փորձելով կրկնօրինակել արևմտյան մոտեցումները, մասնավորապես հենց պետական համակարգում կազմակերպություններում, ենթադրում ենք, որ արդյունավետ մենեջմենթի ընդունված մեթոդները պետք է նույն կերպ գործելու են մեզ մոտ։ Բայց ֆունդամենտալ տարբերություն անտեսում ենք, որ մեր դեպքում հայաստանյան իրականություն, մենք ավելի շատ գործ ունենք համակարգերը, ինստիտուտները ստեղծելու, ձևավորելու գործընթացի, այլ ոչ գործող համակարգերը արդյունավետ կառավարելու գործընթացի հետ։ Պետք է հասկանանք, որ համակարգը արդյունավետ կառավարելը, որը մենեջմենթն է, գործող համակարգի մեջ արդյունավետությունը բարձրացնելը, եւ այդ համակարգը ստեղծելու գործընթացը, դրանք արմատապես տարբեր գործունեության ոլորտներ են։ Մենք հայաստանյան իրականությունում ցավոք շատ ոլորտներում, այդ թվում հենց կրթության ոլորտում, մեր առաջնահերթ խնդիրը այդ համակարգը ձևավորելն է։ Եվ առաջնորդությունը եւ առաջնորդները իմ խորին համաձայն, որտեղ առաջնորդության տարբեր սահմանումներ կան, տարբերություն մենեջմենթի հետ։ Ինձ համար լավագույն սահմանումներից մեկն այն է, որ դրաքերն է տվել, որ մենեջմենթը գործերը ճիշտ անելն է, իսկ առաջնորդությունը ճիշտ գործեր անելն է։ Պարզ բառախաղի միջոցով արտահայտում է էությունը, բայց ես մի ուրիշ բան կասեմ իմ ընկալմամբ, թե ով է առաջնորդը եւ ինչ է առաջնորդությունը։ Իմ խորին համոզմամբ առաջնորդը հենց այն մարդն է, որը համակարգ է ստեղծում։ Տարբեր բնագավառներ։ Այդ համակարգը պարտադիր չի լինի ֆիզիկական համակարգ, այդ համակարգը պարտադիր չի կապված լինի տարածքի, շենքի եւ այլնի հետ։ Կարող է լինել ցանկացած կառուցվածքային հարաբերություններ, որոնք արդեն ձևավորված հարաբերություններ, որոնք մարդկանց մի մասը, մի խումբ գործադրում է մարդկանց այլ խմբի վրա, կամ մի հոգին այլ մարդկանց վրա, եւ որոնք որ դրված են որոշակի ինստիտուցիոնալ հիմքերի, ու հետեւաբար երբ որ մենք չունենք դրանք, առաջին հարցը հենց դրան ձևավորելն է։ Ու եթե այսպես պատճառահետևանքային կապերով գնում ենք կրթական համակարգում, հա, մեր համալսարանները, բիզնեսի տարբեր բնագավառներով, չգիտեմ, թվային տրանսֆորմացիայի երևույթը Հայաստանի Հանրապետությունում, բիզնեսների համար։ Մենք այս բանին ոչ թե թվային տրանսֆորմացիայի երևույթը պետք է բարելավենք, ավելի արդյունավետ դարձնենք, այլև ձևավորենք նոր համակարգ թվային տրանսֆորմացիայի Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պետք է ձևավորենք նոր համակարգ
բարձրագույն կրթության Հայաստանի Հանրապետությունում, որովհետև երբ որ մենք ընդհանրապես ասում ենք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք ունենք խնդիրներ կամ կրթության որակը ցածր է, սա կեղծ ախտորոշում է, կեղծ ախտորոշում այն առումով, որ մենք բարձրագույն կրթության ոլորտում ոչ թե ունենք խնդիրներ, այլ մենք չունենք համակարգ։ Մենք բարձրագույն կրթության ոլորտում ունենք գերակշիռ, տոտալ, այսպես, մասով խաբեություն ուղղակի, այլ ոչ թե կրթության որակի ցածր լինել։ Եվ այս համակարգերը ստեղծելու համար պետք է մի բան, մի շատ կարևոր, մի գործոն։ Համակարգ ստեղծելու համար պետք է համակարգ ստեղծող։ Համակարգ ստեղծողը առաջնորդն է։ Եվ մենք, քանի որ այս տրամաբանությամբ շարժվում ենք, պետք է հասկանանք ինչ անենք, որ ունենանք այդ առաջնորդներին։ Ինչ անենք, որ մարդիկ ոչ միայն լինեն գրագետ, կիրթ, լեզուներ իմանան, այլև իրենք պատրաստ լինեն վերցնելու պատասխանատվությունը իրենց վրա եւ ստեղծելու այն համակարգերը, որոնք որ հետագայում զարգացում են ապահովելու մեր տնտեսությանը, մեր երկրին։ Եվ սա նաեւ ուղղակի անցում կատարելով պատճառներից հիմնականն է, թե ինչու ենք մենք ստեղծել Մատենա, որտեղ Մատենայի գլոբալ խնդիրը մասնագետ առաջնորդների պատրաստումն է, այսինքն ոչ միայն մասնագիտական գիտելիքի փոխանցումը, այլև մարդկանց տրանսֆորմացիան, որովհետև մենք առաջին խմբի փորձով կարող եմ ասել 36 մասնակիցների, նաև իրենց ստացած հետադարձ կապի, որ մեզ համար շատ գոհացուցիչ էր, որ իրենց համարում են, որ արդեն ենթարկվել են տրանսֆորմացիայի, այլ կերպ են մտածում, այլ մոտեցումներով, այլ արժեքներով։ Ես հույս ունեմ, որ մեր այսօրվա կարճ դասախոսությունից կամ չգիտեմ, զրույցից հետո էլ, ինչպես արդեն ասացի, գոնե մասնակիցներից մեկը ինչ որ մի փոփոխություն կզգա ու կհասկանա, որ պետք է ավելի լայն մտածել, ավելի խորքային վերաբերվել խնդիրներին, համակարգին, որտեղ ի վերջո շատ պարզ ճշմարտություն կա, այդքան այդ բառը կիրառեցինք համակարգ կոչված, այո, ես ասում եմ անկախ նրանից, երբ Չինաստանի երկու համակարգի մասին ենք խոսում, թե Հայաստանի որևէ համայնքի մասին, երբ որ ասում ենք համակարգ, մենք նկատի ունենք մի օբյեկտ, որը ունի բազմաթիվ գործոններ, բազմաթիվ տարրեր եւ այդ տարրերի միջև առկա են բազմաթիվ կապեր։ Հիմա երբ որ դու կառավարման process-ում գործ ունես բազմաթիվ տարրերով եւ բազմաթիվ կապերով օբյեկտի հետ, ակնհայտ է, որ դու չես կարող դրան վերաբերվել որպես կարճաժամկետ խնդիր։ Դու ստիպված ես հաշվի առնել որքան հնարավոր է շատ տարրերի ազդեցությունը եւ նրանց միջև կապերը։ Երբ որ դու սկսում ես դրանք հաշվի առնել, վերջ դու արդեն գնում ես դեպի երկարաժամկետ ռազմավարական մասնագիտական մոտեցման դաշտ։ Եվ միայն այս դեպքում է որ դու կարողանաս իրականությունը ճիշտ կառավարել եւ հասնել համապատասխան արդյունքների, որոնք որ նախապես քեզ համար սահմանել ես։ Մենք այս պահին փորձում ենք ֆունդամենտալ խնդիրներ լուծել մեր ծրագրերով նաև, որոնց կարողացել ենք նաև մեծ կրթաթոշակային հնարավորություններ ընձեռել, մասնավորապես երկու կարևորագույն ծրագիր, որ արդեն հայտարարել ենք, դրանցից առաջինը հուլիսի 23-ից արդեն մեկնարկելու է, հիմա ընդունելության փուլն է։ Դրանցից մեկը կոչվում է արդյունավետ բիզնես պլանավորում եւ զարգացման ռազմավարություններ, մյուսը կոչվում է թիմերի եւ մարդկանց կառավարում։ Մեր կարծիքով նախնական առումով առաջին այս ծրագրերի առումով ֆունդամենտալ երկու ուղղություններ են կազմակերպությունների թիմերի կառավարման համար եւ սրանք ոչ միայն գործող ղեկավարների համար են, այլև ապագա առաջնորդների, որոնք որ ուզում են պատրաստ լինեն դրան, եւ մենք մեզ համար լուծում ենք լրջագույն խնդիր սրանով, փորձելու ենք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունում որքան հնարավոր է շատ լինեն նման մտածելակերպով եւ պատրաստվածության մարդիկ, որոնք տիրապետում են ինչպես մասնագիտական գիտելիքի, այնպես էլ առաջնորդության որակների եւ դրա միջոցով կկարողանան համապատասխան կազմակերպությունները, կառավարման օբյեկտները առաջ տանել եւ ինչպես արդեն սկզբից ասացի, ընդհանուր առմամբ այստեղից պետք է տնտեսությունը լուրջ էֆեկտ ունենա։ Այսքան է, չեմ ուզում շատ ծանրաբեռնել իմ նախնական խոսքով, ես կարծում եմ նաև, որ կլինեն հարցեր ու սիրով պատրաստ եմ պատասխանել հարցին, շնորհակալություն։ Ձեզ անչափ շնորհակալություն, իրականում հուսով եմ մասնակիցներն էլ այս պահին մեկը ձեռք է բարձրացել մի դիտարկում ունենք զրուցարանում, ես իմ մոտ մի քանի հարցեր եմ առանձնացրել, որոնք որ ձեր խոսքին էին առնչվում եւ նաեւ ներկայիս կրթության ու հանրակրթությանը կցանկանամ մի հատ դրան անդրադառնանք ու մյուսներին նաեւ խոսքի իրավունք տալ, երբ խոսում ենք մենք
այդ դուք նշեցիք, հա, համայնքների օրինակով զարգացման ծրագրերը։ Նշեմ, որ հիմա դպրոցներն են, հա, այդպեսին լինում, ներողություն։ Հիմա դպրոցների պարագայում էլ այդպես, այսինքն դպրոցի տնօրենները պետք է 5 տարվա զարգացման այսպես ծրագիր ներկայացնեն։ Իհարկե դա շատ դրական այսպես առաջընթաց է, որովհետև մինչ այդպես կարծես չի եղել կամ չգիտեմ ինչքանով այդպես է միգուցե ինչ որ մյուսները ինձ ավելի ուղղեն, բայց այդ մասով ես կուզեմ ձեզ հարցնել, օրինակ դուք ո՞նց եք պատկերացնում, վստահ եմ, որ շատ լավ պատկերացնում եք, որ ոչ բոլորը ունեն ձեր նշած հմտությունների գոնե որոշակի մակարդակ, որպեսզի այդ պլանը եւ կազմվի իրատեսական Եվ այսինքն այդ հնգամյա ծրագիրը իրականում հենց ձեր հնարավոր լինի իրականացնել, այսինքն ոչ միայն դա թղթի վրա մնա, անգամ այդ կազմելն է այս պահին իհարկե պատկերացնում եք, որ ոչ բոլոր անձինք ունեն հատկապես այդ հմտությունը, եւ ինչպես իրականացնել, այսինքն օրինակ դուք որպես մասնագետ ինչ կարելի անել այդ մասով, որ գոնե օրինակ այդ մարդկանց տալ այնպիսի հմտություններ, որ իրենք կարողանան իրատեսական պլաններ կազմել Դա ինչպես կարելի է իրականացնել։ Ես միգուցե հիմա ձեզ հարցնում եմ, ասենք դա պետքա կրթության նախարարության հարցնի։ Չէ, ես կարող եմ ասել, թե ինչ պետք է անի կրթության նախարարությունը։ Հա, հենց դրա համար Ես առնվազն դա կարող եմ ասել։ Շնորհակալ։ Տեսեք, կարևոր հարց եք տալիս, մենք մեր մատենամիջազգային դպրոցի ստեղծման տրամաբանությունը նաև եղել է այն, որ մենք համոզված ենք, որ ոնց որ այսօրվա թեման է ձևակերպված, հա, վերնագիրը, թե որտեղից են սկսում խնդիրները։ Խնդիրները սկսում են հենց առաջնորդներից։ Եվ հետեւաբար ես մի զուգահեռներ անցկացնեմ, հետո վերադառնամ ձեր հարցին ավելի ուղիղ։ Հետեւաբար մենք օրինակ համայնքային ծրագիրը որ անում ենք, համայնքների համար ծրագիրը մատենայի կողմից։ Մենք վերապատրաստում ենք համայնքային պաշտոնյաներին։ Նույնիսկ ոչ համայնքային ծառայողներին, այլ համայնքային պաշտոնյան, համայնքի ղեկավարներին, տեղակալներին, ավականու անդամներին, աշխատակազմերի ղեկավարներին։ Ինչու՞, որովհետև մենք վստահ ենք, որ եթե մարդկանց մոտ հնարավոր լինի զարգացնել այդ արդյունավետ կառավարման եւ առաջնորդության ժամանակակից մոտեցումները, մեթոդները, որոնք ընդունված են աշխարհում, որոնցից որ ինչ-ինչ պատճառներով մենք հաճախ կտրված ենք եղել, դա շղթայական արդեն ռեակցիայով պետք է իջնի ներքև եւ պաշտոնյաները, կառավարման մարմինները, պատասխանատուները պետք է արդեն համապատասխան քաղաքականություն մշակեն, իրենց հավաքագրում արդեն կադրերի անեն այն հիմքով, որ իրենք համարում են ավելի արդյունավետ, պահանջեն, որ սովորեն նաեւ իրենց ենթականները, բաժինների ղեկավարները, ամենա կազմակերպական հիերարխիայի առումով մնացածր մակարդակում գտնվող աշխատակիցները եւ սովորեն բոլորը եւ որպեսզի դա կարողանանք անել մենք պետք է գագաթից սկսենք վերևից սկսենք այսինքն մարդկանց սկսենք փոխել հիմա տեսեք ինչ որ առումով ինչ որ դուք հարց տալիս եք դպրոցների հետ կապված իմ կարճ ու հեշտ պատասխանը կլներ այն որ այո դպրոցները պետք է տնօրենները պետք է պարտադիր անցնեն վերապատրաստում հատկապես այն առումով որ Եթե խոսքը վերաբերում է զարգացման հնգամյա ծրագրին, ապա իրենք պետք է մեթոդաբանությունը ճիշտ իմանան, հասկանան, ինչպես անալ որ դա իրատեսական լինի, դրա անհրաժեշտությունը, կարևորությունը զգան միջև վերջ, հասկանան թե առաքելությունը ինչպես պետք է սահմանել, տեսլականը ինչու եւ ինչպես է բխում առաքելությունից, գործողությունների ծրագիրը ինչպես մշակել, գործողությունների իրականացման ժամկետները ինչպես ճիշտ սահմանել եւ այլն եւ այլն։ Եվ իմ կարճ պատասխանը կլիներ, որ այո, պետք է մենք դրանով զբաղվենք, այսինքն վերապատրաստենք դպրոցների տնօրեններին, բայց ես պետք է ասեմ, որ այս ամենը անելու համար դպրոցների տնօրեններից ավելի բարձր մակարդակով պետք է մարդիկ վերապատրաստում անցնեն։ Նախարարների տեղակալներ, վարչապետ, ազգային ժողովի պատգամավորներ, բոլորը պետք է վերապատրաստվեն ժամանակակից աշխարհի պահանջներին, նորագույն մեթոդներին եւ ընդհանրապես այն իրականությանը, որ մենք, ինչպես ես խոսքիս սկզբում ներկայացրեցի, ինչքան էլ հաճախ գլուխ կովենք, մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից ոչ թե 10 տարի ենք հետ, այլ 1 դար ենք հետ կառավարման առումով, մենեջմենթի առումով, համակարգերը կառավարելու, արդյունավետությունը բարձրացնելու առումով։ Եվ որպեսզի դպրոցների տնօրենները
այդ հնգամյա զարգացման ծրագրերի իրատեսական մոտեցում ցուցաբեր են։ Ուրեմն դրա անհրաժեշտությունը պետք է նախ եւ առաջ գիտակցվի ավելի բարձր մակարդակով։ Եվ հետեւաբար միակ լուծումը բոլորիս սովորելն է։ Ես այդ առումով ասում եմ մեր վերապատրաստման դասները, որ իրականացնում ենք հիմա, ես այս դպրոցի համահիմնադիրն եմ, տնօրենն եմ, բայց ես դասերի ընթացքում գնում նստում եմ եւ սովորում եմ, լսում եմ, որտեղ ես շատ նոր բաներ եմ ստանում մեր առաջատար մասնագետներից։ Շնորհակալություն։ Մի հարցեր էլի էս նույն շարունակությունը եւ արդեն Զանյոնքը մյուսներին կտա։ Ես լրիվ կողմ եմ դրան եւ կան նաեւ այսպես նման մոտեցում, հա, որ վերապատրաստվում են։ Այստեղ խնդիր կա վերապատրաստման որակի, այսինքն նախ ոչ միայն արդյունքների չափելիության, այլ անգամ հենց վերապատրաստման բովանդակության որակի մասին է խոսքս, որովհետեւ այստեղ շատ իրականում դուք քաջ ծանոթ եք իրականությանը, երբ նշում եք բուհական համակարգում խնդիրները, բուհական համակարգում խնդիրները գալիս են նախադպրոցական համակարգի խնդիրներից նաև, այսինքն խիստ փոխկապակցված են էլի իրար։ Եվ այդտեղ իսկապես մենք այդ ինչքան էլ հիմա եւ ինչի մասին որ խոսում ենք, այդ բոլոր վերապատրաստումներն արվում են, բայց մենք այստեղ հսկա որակի առումով շատ լուրջ խնդիրներ ունենք, իսկ այդ մասով օրինակ որակի չափելիության ինչ գործիքներ կտակ, օրինակ տեսեք կամ ավելի շատ իմ պատկերացմամբ ինչքան որ ինքս ծանոթ եմ եւ այսպես է պետական հանրակրթությանը եւ այսպես որոշակիորեն մասնավոր ոլորտի, գոնե մասնավորում, հա, այն փոքր ընկերությունները կամ այն ընկերությունները, որոնք որ գիտակցում են իրենց խնդիրները, իրենք կարողանում են լավ մասնագետներ բերել ու փորձել այդ խնդիրների լուծումներ տալ։ Իսկ օրինակ հանրակրթության ոլորտում, հա, այսինքն պետական դպրոցների մակարդակում դա չի արվում, որտեղ երբեմն այդ խնդիրը անգամ ճիշտ չի թիրախավորվում, այսինքն խնդրի չի հասկացում, թե խնդիրը իրականում որտեղից է։ Ոստեղ շատ լուրջ էսպես ոնց որ բարիեր լինի։ Այսինքն օրինակ այդ մասով չգիտեմ, ինքս ինչ որ հետազոտություն կամ դուք որոշակի փորձառություն ունենաք, ոնց կարելի է այդտեղ տենց մտնել, բայց ոչ թե շատ ծուր եւ ասել, որ ամեն ինչ պետք է փոխվի, որտեղ միևնույն չի գիտակցվում, որ այդ փոփոխության կարիքը կա, այլ հասցնել այդ գիտակցումը, որ կարիք կա փոփոխվելու։ Հասկացա հարցը։ Ասացիք, որ բարձրագույն խնդիրները կապված են եւ բխում են նախադպրոցական կրթությունից, ես լրիվ համաձայն եմ այս մտքին, բայց ուղղակի լրացնելով սրանք այն ոլորտներն են, որ տնտեսագիտության էկոնոմետրիկայի մեջ կոչվում է mutual causation, փոխադարձ պատճառահետևանքային կապ, այսինքն պատճառահետևանքային կապը միայն նախադպրոցական կրթությունից եւ հանրակրթությունից չէ, որ գնում է դեպի բարձրագույն կրթություն, այլև նաեւ հակառակը։ Ինչու եմ ես սա ասում, որովհետեւ երբ որ բարձրագույն կրթության համակարգը չի պահանջում այդ մուտքային իրական լուրջ պահանջները, չի սահմանում, այդ դեպքում արդեն հանրակրթությունը եւ նախադպրոցական կրթությունը ավելի այսպես հանգիստ վիճակում են գտնվում եւ համարվում է, որ ընդհանուր համակարգը, որի մի մասը կազմում է նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը եւ բարձրագույն կրթությունը, համակարգը իր տրամաբանության մեջ առաջ է գնում։ Բայց եթե մենք զարգացման մոդելները տարբեր կարող են լինել եւ աշխարհի փորձն էլ է չտալիս, կարող է սկսվել ներքևից, կարող է սկսել վերևից, երկու հնարավորություններ կա։ Վերևից ասելով նկատի ունեմ կրթական մակարդակների տեսանկյունից, հա, որտեղ եթե մեր բուհերը հնարավոր լինի, մենք դա հնարավոր է, այսինքն մենք լուրջ քաղաքականություն իրականացնենք բուհերը բարեփոխելու առումով, այլ ոչ թե ձևական ուղղակի հասարակության դիմացին ցույց տալու համար։ Եվ բուհերը խստացնեն իրենց պահանջները, սա արդեն պահանջ է իջեցնելու դեպի ներքևի մակարդակ, թե ինչպեսին պետք է լինի հանրակրթությունը, բայց սա շատ երկար թեմա է, ուղղակի գուցե այսօրվա քննարկման հարց չէ։ Հիմա ինչ վերաբերում է նրան, որ դպրոցներում ինչ անենք, որ այդ որակի չափանիշները ավելի ճիշտ սահմանեն։ Ես ասում եմ, մենք շատ երկար մտածել ենք, խորել ենք թե դպրոցների առումով, թե բուհերի առումով եւ ամեն ինչ սկսվում է հենց առաջնորդների վերապատրաստման բարձր որակի ծրագրերից եւ դուք շատ ճիշտ եք ասում, այո, երբ որ մենք ուղղակի վերապատրաստում ենք անում, դա էլ առանձին product է, որը կարող է ձևական լինել եւ վերապատրաստումն էլ կարող է ձևական լինել, բայց հիմա ես մի առանձին դասախոսության նյութով կարող եմ պատմել, թե նույն դպրոցներում
ծրագրերը մշակելիս, զարգացման ծրագրերը մշակելիս, ինչպես պետք է սահմանել արդյունքային ցուցիչները, ինդիկատորները, ինչ տրամաբանությամբ սահմանել, բայց գիտեք ամեն անգամ այսպես ուղղակի պատասխանել, որ այս տեսակի ցուցիչները պետք է սահմանել համակարգը պետք է պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք ճիշտ համադրություն ապահովել կարճաժամկետ եւ երկարաժամկետ պլանների միջեւ դա չի գործում։ Մենք պետք է դա կատարենք արդեն ավելի մասսայական, ավելի համակարգված բոլոր դպրոցների համար եւ յուրաքանչյուր տնօրեն, փոխտնօրեն պետք է սովորի եւ հետագայում արդեն փոխանցի համակարգի ավելի ստորին օղակներին։ Եվ հետեւաբար ես ուղղակի հիմա ենթադրենք, ասեցի, որ արդյունավետության այս ցուցիչը, արդյունավետության առանցքային այս ցուցիչը շատ կարևոր է դպրոցների համար։ Դա ոչ մի բան չի լինելու, նույնիսկ եթե ես ճիշտ բան ասեմ հիմա։ Եվ դրա համար ավելի լուրջ հիմքերի վրա պետք է դնել գործընթացը եւ որպեսզի բարձր որակի քրթական պրոդուկտ ստանանք վերապատրաստման առումով, դրանով պետք է շատ լուրջ շահագրգռված լինի հիմնական stakeholder-ը, հիմնական շահակիցը, որը տվյալ դեպքում պետությունն է, որովհետև այս ամեն ինչից շահում է առաջին հերթին պետությունը, եւ պետությունը կառավարելու պատասխանատու մարմինները պետք է գիտակցեն նախ եւ առաջ, որ իրենք պետք է հստակ համակարգային ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնեն դպրոցների տնօրենների, բուհերի ռեկտորների կրթության վերապատրաստման ծրագրերը։ Ու սա եթե մենք չենք անում, մենք շարունակում ենք նույն ցիկլը, նույն այդ vicious cycle կոչվածը, այդ անիծված շղթան, հա, որ դրա մեջից ուղղակի դու չես կարողանում շրջապտույտը, դրա մեջից դու չես կարողանում դուրս գալ, քանի դեռ դու դա չես ջարդել, չես կոտրել։ Իսկ ջարդելու եւ կոտրելու համար ես կարծում եմ, որ պետք է հատկապես հետևական մոտեցում հենց կառավարման մարմինների կողմից։ Մենք ինչ ենք անում, մենք փորձում ենք ներքևից եկող նախաձեռնության միջոցով, այսինքն ոչ պետական նախաձեռնության, մասնավոր նախաձեռնության միջոցով ցույց տալ, ապացուցել, թե սա ինչպեսի արդյունք է ապահովում հատկապես կազմակերպությունների, բիզնեսի համար, համայնքների համար եւ հույս ունենալով, որ փոխադարձ գիտակցումը կգա նաեւ հակառակ կողմից, որովհետեւ մի բան է մենք ուղղակի հայտարարենք դրա մասին, խոսենք, ասենք, որ սա շատ կարեւոր բան է, գիտեք, ժողովուրդ, առաջնորդներին պատրաստելը վերապատրաստելը կարևոր բան է։ Պետական մարմինները կարող են լսել, ասել, հա, երևի, բայց մենք ուզում ենք արդյունքը ցույց տալ, ապացուցել, հետո նոր տանել դեպի ավելի մասսայականացում։ Շնորհակալություն անչափ։ Արմենուհի Ասատրյանը շուտ վաղուց ձեռք է բարձրացել, Արմենուհի ջան, համեցեք, այնուհետև չաթում են հարցեր ունենք, կընթերցեմ։ Բարև ձեզ։ Ես Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի նոր ընտրված տնօրենն եմ։ Հարցս այսպիսին է, առաջնորդներ ծնվում են, թե դառնում են, եւ եթե ծնվում են եւ դառնում են նաեւ, ապա տնօրենների ընտրության հետ կապված ինչ ձևով են չափելու դա, արդյոք եթե չեն ծնվում, որտես հանդիպել են մարդիկ, ովքեր շատ մեծ կառավարման հմտություններ ու գիտելիքներ ունեն, բայց գործնականում իրենք լավ առաջնորդներ չեն։ Սա մի հարցն էր, հետո պատասխանից կբխի նաև երկրորդ հարցը, եթե դեմ չեք։ Շնորհակալություն Արմենուհի ջան հարցի համար։ Առաջնորդներ ծնվում են, թե դառնում են, երկու գործոնով հարց, ես ասեմ, առաջին հատվածի հետ կապված իմ պատասխանը չի կարող վերջնական հստակ լինել, ծնվում են, թե չեն ծնվում, բայց երկրորդ հատվածի հետ կապված ես կարող եմ վստահ պատասխան տալ, որ առաջնորդները դառնում են։ Թե որքան է սկզբնական կամ նախասկզբնական գենետիկ գործոնի ազդեցությունը, դա չափազանց բարդ խնդիր է, նույնիսկ փիլիսոփայության մեջ դրա պատասխանը մինչև հիմա չկա, մենք կարող ենք գնալ մինչև Ջոն Լոկի տաբուլա ռազայի տեսությունը, համարելով որ մարդիկ բոլորը հավասար են ծնվում, բոլորը այսպես սպիտակ թուղթ են եւ հետագայում ինչ որ տեղի ունենում միայն դրա վրա ելնում եւ հետեւաբար իմ պատասխանը իմ խորքային համոզմունքն այն է, որ առաջնորդ բնականաբար կարելի է դառնալ ընթացքում ճիշտ ձևով
պատրաստվելով, դրան ճիշտ սովորեցնելով, իսկ թե սկզբից մենք հենց մարդը իծնա ինչպիսի առանձնահատկություններ ունեն առաջնորդության, այս որտեղ դժվար է պատասխան, կա տարբեր վարկածներ։ Հիմա, քանի որ այդպես է, մենք հիմա մեզ համար ինչ կարևոր է, իծնե մարդիկ ինչ մակարդակի են լինում, ունենում են հնարավորություն։ Մեր խնդիրը հետևյալն է, մենք պետք է ինչ-որ գործ անենք, եւ մեր գործի իմաստը հետևյալն է։ Անենք ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց, որքան հնարավոր է բարձր մակարդակի առաջնորդության հմտություններ փոխանցենք, եւ դրա միջոցով փորձենք արդյունքներ ստանալ ընդհանուր համակարգի համար։ Հիմա դուք շատ ճիշտ բան եք ասում, ես լրիվ համաձայն եմ, որ մարդիկ կան, որ կառավարման գիտելիք ունեն, բայց նրանք լավ առաջնորդներ չեն, հատկապես այս իրավիճակում, դուք ասացիք Ծաղկաձորի դպրոցի տնօրեն, ես համոզված եմ, ես չեմ ուսումնասիրել այդ դպրոցի խնդիրները, բայց ես առավել քան համոզված եմ, չեմ ստանձնել դեռ ես առավել քան համոզված եմ, որ այնտեղ խնդիրները ոչ միայն այդ կառավարման մենեջմենթի խնդիրներ են, այլև առաջնորդության խնդիրներ, որովհետև ես ինչպես իմ խոսքի մեջ ասացի, դուք պետք է համակարգ ստեղծեք, համակարգ փոխեք, եւ սա առանձին հարց է։ Հիմա ես իմ օրինակով էլ կարող եմ ասել, իմ անձնական օրինակով, ես ինքս ինձ համարում եմ մարդ առանց ավելորդ համեստության, որ ես ունեմ առաջնորդության որոշակի կարողություններ, թե չգիտեմ ինչքան մակարդակ է, բայց ես համարում եմ, որ այդ կարողությունները ունեմ, սա մեկ, եւ երկրորդը ես համարում եմ, որ այդ առաջնորդության կարողությունները ես ձեռք եմ բերել։ Այսինքն սովորելով, աշխատելով իմ վրա եւ այլն, եւ հետեւաբար ես զգում եմ այդ պատասխանատվությունը, որ անկախ նրանից թե որ համակարգում եմ գործում, ես պետք է փորձեմ դա իրականացնել եւ մի առանձին դասախոսություն կարող է լինել, օրինակ ես կարծում եմ առանձին թեմա թե առաջնորդության ինչպիսի մոտեցումներ կան, ինչպես պետք է առհասարակ ճիշտ առաջնորդել կազմակերպությունները, կազմակերպական միավորները, համայնքը, պետությունը, ինչպես զարգացնել դրանք, բայց գիտեք վատն այն է, որ մի բան ասեմ, շատ կարևոր է, այս հարցի կոնտեքստում ես հիշեցի, որ մենեջմենթի եւ առաջնորդության այս մասնագիտական առումով, այդ երևույթները ունեն այն առանձնահատկությունը ի տարբերություն շատ այլ բնագավառների, որ դրանց կրթությունը, արդյունավետ կրթությունը հնարավոր է իրականացնել միայն շատ բարձր մակարդակով, շատ բարձր։ Այսինքն, եթե դու միջին մակարդակի գիտելիք կամ հմտություն ես փոխանցում մենեջմենթի կամ առաջնորդության ոլորտում, դա չի գործելու, որովհետև մարդը ինքն իր շրջապատով, իր մոտավոր պատկերացումներով, իր ընդհանուր այդ common sense կոչվածով ավելի շատ բան կարող է անել, քան միջակ ստացած գիտելիքը մենեջմենթի բնագավառում։ Եվ եթե դու ուզում ես իրական ազդեցություն ունենալ, այսինքն տվյալ մարդը գա սովորի եւ դա հետագայում ազդի իր համակարգի վրա, արդյունավետության վրա, պետք է շատ բարձր մակարդակով իրականացվի։ Կան գիտելիքի եւ մասնագիտությունների այլ ոլորտներ, որ հնարավոր է ինչ-որ միջին մակարդակով մի բան սովորել։ Միջին մակարդակով մի բան սովորել եւ գնալ միջին մակարդակով մի բան անել։ Բայց այստեղ եթե միջին մակարդակով է, ուրեմն պետք է ուղղակի չանել եւ թողնել այդ մարդը ինքը իր պատկերացրածով ավելի շատ բան կարող է իմանալ։ Եվ ինչու է որ միջև հիմա մեզ մոտ Հայաստանում այս ոլորտները նաեւ այսքան անտեսված, թերահավատության մակարդակը այսքան մեծ, որովհետեւ այստեղ որակ մենք չենք ունեցել։ Եվ ոչ թե մարդիկ թերահավատ են եղել առհասարակ առաջնորդության, այդ ձեր հարցը որ առաջանում է, չէ՞։ Ես ձեր հարցը օրինակ կվերաձևակերպեի։ Ես կտայի հետեւյալ կերպ։ Ես կասեի ակնհայտ է, որ առաջնորդ հնարավոր է դառնալ։ Իսկ բնածին գործոնները ազդում են թե ոչ։ Բայց ձեր հարցը հետեւյալն է։ Բնածին գործոնները ազդում են թե ոչ, առաջնորդ հնարավոր է դառնալ թե ոչ։ Հասկանում եք, այսինքն ակնհայտ է, որ առաջնորդ հնարավոր է դառնալ։ Իրականում ես գտնում եմ, ես հասկանում եմ, որ դուք այդ կարծիքի եք։ Ես հասկանում եմ, որ դուք այդ կարծիքի։ Ես զուտ հարցի ձևակերպման առումով եմ ասում։ Եվ հետեւաբար մեր խնդիրը հետեւյալն է. ինչ անենք, որպեսզի ավելի մեծ մասշտաբներով եւ խորքայնությամբ կարողանանք այս հարցը լուծել։ Մեր կողմից էլ ընդհանրապես մոտեցումը այդպեսին է ու առաջին մեր շրջանավարտներն էլ leading change ծրագրի փոփոխությունների կառավարման հենց դրա մասին են խոսում, որ այստեղ իրենք շոշափում են իրական արդյունքը։ Այսինքն այստեղ հասկանում են ինչ է նշանակում դա սովորել եւ դա ինչ արդյունք կարող է ապահովել։
Արդյոք տնօրենների հարցից երկրորդ մասը դա էր, որ տնօրենների ընտրության ժամանակ նաև որևէ գործոններով կամ չգիտեմ ինչ-որ ձևերով կարելի է անդրադառնալ նաև այդ հարցին, այսինքն ես գտնում եմ, որ մեր հանրակրթության ոլորտի խնդիրներից մեկը այն է, որ տնօրենները կոնկրետ նեղ մասնագետներ են, այնինչ կարելի էր ընտրել կրթության կառավարիչներ, հենց մասնագետներ այդպիսի բիզնես մտածելակերպով, ինովացիոն մտածելակերպով, այնպես որ ուսուցիչը ինքը դասարանում հենց ինքը դառնա առաջնորդը, հետո աշակերտը դառնա եւ այլն, եթե ձեր ասած վերևից եթե պիտի կան, կոնկրետ եթե մասնավորացնենք դպրոցի եւ վերապատրաստումների առումով կոնկրետ քանի վերապատրաստման ես որ մասնակցել եմ, այդ թեման շատ լղոզված է ու շատ քիչ, որտեղ եթե մենք ասում ենք, որ մենք պիտի առաջնորդ լինենք եւ ասում ենք, որ ղեկավար կառավարիչ այդ տարբերություններն ենք տալիս, ասում ենք, որ ինքը խնդիրներ լուծող որոշումներ կայացնող պիտի լինի, բայց չենք ասում խնդիրները ոնց պիտի լուծվի կամ որոշումներ կայացնելու ինչ ձևեր կան ու ոնց պիտի լինի, կարծում եմ ընդհանրապես արդյունք չի կարող տալ դա այդ սովորական վերապատրաստումներ, թեկուզ դա պարտադիր ցուցված ոչ մի արդյունք չեն տվել արդեն որևէ վերապատրաստումն է։ Եվ սահմանափակ ռեսուրսներով դուք ասեցիք, ես հասկանում եմ սահմանափակ ռեսուրս եւ սահմանափակ ժամանակ նաեւ, արդյոք դրանից ես կարծում եմ, որ դա կարող է կտրուկ ազդել որակի վրա, եւ այս խնդիրը պետք է լուծել ռեսուրսները ընդլայնելով, թե կարելի է ամեն դեպքում սահմանափակ ռեսուրսներով ժամանակով արդյունավետ եւ որակյալ աշխատանք ունենալ։ Շնորհակալություն։ Հարցի առաջին երկրորդ հատվածի առաջին մասը իրական պատասխանը պարունակում է, ես կարող եմ ասել, որ միայն լիովին համաձայն եմ ձեզ հետ, որ այո, դպրոցների եւ կրթական հաստատությունների ընդհանրապես տնօրենների ընտրության առումով առաջնային պահանջը պետք է լինի կառավարչական ունակությունները, որովհետև մենք տվյալ դեպքում գործ ունենք կառավարչի պաշտոնի հետ եւ կառավարչի պաշտոն ունենալ զուտ, որովհետև տվյալ մարդ ուղղակի հարգված դասատու է, ենթադրենք ինքը գրականություն շատ լավ է սովորեցնում երեխաներին, դա ուղղակի ձախողման սկիզբն է եւ այստեղ է, որ էլի ընկալման հարց կա բոլոր մակարդակներով, մարդիկ դրա կարեւորությունը չեն գիտակցում եւ բնականաբար պահանջներից մեկը հենց դա պետք է լինի, հնարավոր է սա իհարկե որոշակի չափելիության դաշտ դնել, բայց նույնիսկ անկախ չափելիությունից, երբ որ ընտրությունը կատարվում է, երբ որ ընտրություն է, այդ ընտրության ժամանակ էլ արդեն մարդիկ ամեն դեպքում սուբյեկտիվ գնահատական են տալիս, իրենք են որոշում, թե ով է պատրաստ, ով պատրաստ չէ, այսինքն անկախ չափանիշներից, հստակ չափելի սահմանված չափանիշներից, նաև ընտրողները պետք է հասկանան, որ դա շատ կարևոր գործոն է, այսինքն մարդը եթե չի տիրապետում, օրինակ ֆինանսական նախնական գիտելիքի չի պատկերացնում, թե ֆինանսները որտեղից են հոսում, որտեղից է ձեռում կազմակերպության ֆինանսները եւ ինչ ուղղություններով կարելի է օգտագործել, լրջագույն խնդիրը է ցանկացած կազմակերպության տնօրենի համար կլինի դպրոց թե ինչ։ Այդ պատճառներից մեկն է, հիմա դրա համար մենք նոր ծրագիր ենք մշակելու ֆինանսներ կառավարիչների համար, ֆինանսների, այսինքն հենց այն մակարդակը, որ տվյալ ոլորտի կառավարիչը պետք է տիրապետի, այսինքն ինքը ֆինանսիստի մակարդակով չպետք է տիրապետի, բայց ինքը պետք է հասկանա, թե ինչպես կառավարել ընդհանուր ֆինանսական հոսքերը կազմակերպություններում։ Եվ բնականաբար էլի այստեղ գալիս ենք հասնում ենք կրթության որակի խնդրին, կրթության որակը նաև ենթադրում է, որ այնտեղ պետք է լինեն համապատասխան ծախսերի ավելացում, տեսեք, այսինքն համայնքների օրինակով սրա մասին խոսում էի, որ կրթությունը ես պատասխանեմ հարցին նոր անցնեմ, հա, այդ հատվածը։ Ես համոզված եմ ուղղակի, որ մեր արկա սահմանափակ ռեսուրսներով, այն ռեսուրսները, ինչ որ մենք ունենք, մեր պետությունում, պետական բյուջեով, տարբեր տեսակի ֆոնդերը, որոնք որ արկա են, կարևորության գիտակցման, հասկանալու եւ աստիճանաբար այս առաջնորդների գիտակցության մակարդակը քիչ-քիչ բարձրացնելու արդյունքում մենք ռեսուրսների մոբիլիզացիայի արդյունքում կարող ենք շատ մեծ scaling կոչված այդ ծավալների մասշտաբների ավելացման գնանք։ Այսինքն այդ ռեսուրսները կան։ Պետական բյուջեով ծախսվում են տարբեր տեսակի ուղղություններով գումարներ, որ եթե դրանք ուղղակի ծախսվեն մենակ այն խնդրի մասին, ինչ որ դուք ասում եք, դպրոցների տնօրենների կառավարչական հմտությունների զարգացման վրա, ապա էֆեկտը ուղղակի կարող է լինել մի քանի անգամ, ոչ թե մի քանի տոկոսով, որովհետև գիտեք, այս իրավիճակի
նպաստավոր կողմը նա է, որ մենք այնքան հիմա ցածր մակարդակի վրա ենք գտնվում, որ նմանատիպ արդյունավետ լուծումները երբ որ իրականացվում են, արդյունավետությունը շատ հսկայական տեմպերով են ավելացնում։ Եվ այդ որակի առումով կրթության ասում եմ, որ առաջանում է մի խնդիր, տեսեք, օբյեկտիվ իրականությունն է։ Ցանկացած product, ես հիմա որպես տնտեսագետ եմ խոսում, ցանկացած product, որը որ արտադրվում է, ունի ծախսեր։ Եվ եթե այդ product-ը արտադրվում է լավ, ապա դրա ծախսերը համեմատաբար ավելի շատ են լինում։ Ընդ որում երկարաժամկետ առումով սա միշտ գործում է, կարճաժամկետում հնարավոր է ինչ-որ մի ձևով բացառություններ ունենալ։ Խոսքը վերաբերում է բոլոր արտադրանքի բոլոր տեսակներին, որ ստեղծվում է երկրի ներսում համախառն ներքին արդյունքը ստեղծելիս։ Այդ թվում կրթական product-ը։ Կրթական product-ը եւս բարձրորակ կրթական product-ը, թանկ կրթական product-ը։ Բայց կրթական product-ի տարբերություն մյուս product-ների, արտադրանք բառը ես չեմ ուզում ասել, որովհետեւ արտադրանքը հայերենում մի քիչ ընդունված չի որպես ավելի լայն ընկալման, հա։ Ի տարբերություն շատ այլ product-ների ունի հետևյալ առանձնահատկությունը, որ այն ունի սպառման արտաքին դրական էֆեկտ։ Այսինքն դա արտադրանքի, լավ, ասենք, մի տեսակ է, որը տվյալ անձը երբ որ սպառում է, ինքը ոչ միայն անհատական օգուտ է ստանում, այլև միանգամից օգուտներ է բերում իր շրջապատի տարբեր շահակիցների։ Պետությանը, օրինակ, մարդը հիմա եկել է համայնքային պաշտոնյաների ծրագրով, հա, սովորում է։ Ինքը ստանում է Մատենայի եւ Սկոլկովայի սերտիֆիկատներ, ինքը որպես անձ զարգանում է, ինքը նաեւ դրա հետևանքով վճարել է դրա համար մասամբ, բայց բացի դրանից, որ ինքը իրեն օգուտ է տալիս, ինքը օգուտ է տալիս իր համայնքին, ինքը դառնում է մասնագետ ավելի պատրաստ տարբեր փոփոխությունների, այլ մակարդակներում, չգիտեմ, հանրակրթության մակարդակում ավելի լավ կրթական product ստացած մարդ դառնում է գրագետ, հետեւաբար ինքը օգուտ է տալու նաեւ իր երեխաներին, ավելի ճիշտ է դասյարակելու, ցանկացած մարդ, որ սովորում է համապատասխան կրթական ծրագրով, բնականաբար ինքը օգտակար է լինելու նաև իր ներկա կամ ապագա գործատուին, որովհետև գործատուն էլ է այդտեղ հետաքրքրված, որպեսզի իր աշխատողները ավելի բարձր որակի լինեն, բարձր մակարդակի լինեն։ Եվ ի վերջո ամենակարևոր շահակիցը, որը որ պետք է հետաքրքրված լինի X անձի կրթական ծառայության սպառմամբ, բնականաբար այդ շահակիցը պետությունն է։ Հիմա կրթական product-ը ունի այդ առանձնահատկությունը, որ մարդը մենակ իր այսպես կոչված personal benefit, իր անհատական շահի համար չի, անհատական օգուտի համար չի սպառում։ Եվ հետեւաբար, քանի որ շահառուների քանակը շատ են, ուրեմն այդ արդեն որակյալ կրթական product-ի վճարը նաև պետք է բաշխվի, մենակ տվյալ անձը չպետք է վճարի։ Հետեւաբար, այստեղ պետք է կատարել աշխատանք, որպեսզի բոլոր շահառուները, որոնք որ իրականում պետք է շահագրգռված լինեն տվյալ անձի կողմից կրթական product-ի սպառմամբ, հետաքրքրված լինեն նաև ֆինանսավորմամբ։ Դա վերաբերում է թե պետությանը, թե զանազան միջազգային համաշխարհային ֆոնդերին, որոնք որ բազմաթիվ են կրթության զարգացման, չգիտեմ, տեղական ժողովրդավարության զարգացման, թե գործատուներին, եթե խոսքը բիզնեսի մասին է, որոնք ուղարկում են իրենց, եւ հետեւաբար կրթական ծառայության, բարձրորակ կրթական ծառայության իրացման քաղաքականությունը հենց այդպեսին պետք է լինի։ Պետք է ապահովես որակը եւ ապահովես ֆինանսարում։ Համայնքների ծրագրի առումով ես բերեմ այս օրինակը, հետո նորից ինչ որ մեկնարկել է եւ շատ նման է կրթական վերապատրաստման, մենք ես կարծում եմ առաջիկայում ունենալու ենք ծրագիր հենց կրթական հաստատությունների ղեկավարների վերապատրաստման համար մասնավորապես, բայց նույնիսկ այն ծրագրերը, որոնք նշեցի, արդյունավետ բիզնես պլանավորում, զարգացման ռազմավարությունների թիմերի կառավարում, դրանք ընդհանրական ծրագրեր են, որ բոլոր կազմակերպություններին կարող են պետք գալ։ Ինչևէ, համայնքային ծրագիրը, որ մենք իրականացնում ենք, ելի հետևյալ մոտեցումն է։ Մենք քանի որ դա համաշխարհային կարգի ծրագիր է իրականում, բնականաբար նկարագրած պատճառներով, նաև դրա արժեքն է բարձր։ Եվ այդ արժեքը, երբ որ բարձր է, մենք հասկանալի պատճառներով ամբողջ արժեքի վարձավճարի բեռը չենք կարող թողնել համայնքների վրա, եւ մենք մեր կողմից, Մատենայի կողմից 75% համաֆինանսավորում ենք անում։ Ամբողջ վարձավճարի 75%-ը մենք ենք փակում, 25%-ը թողնում ենք մասնակցի վրա։ Մասնակից ասելով նկատի ունեմ տվյալ մասնակցի անձնական միջոցներից, համայնքային միջոցներից կամ որևէ այլ, ասենք, կուսակցությունը կարող է վճարել։
Մենք անում ենք հետևյալը, մենք ուզում ենք ցույց տալ, թե դա ինչպեսի էֆեկտ է տալիս, մարդիկ ինչպես են տրանսֆորմացվում, հետո հաջորդ քայլով մենք պետությանը եւ նմանատիպ շահառուներին, որոնք կարող են հետաքրքրված լինել նաեւ տարբեր տեսակի ֆոնդերին, ասենք, որ ժողովուրդ, տեսեք, դուք պետք է մաս լինեք այս գործի։ Այսինքն մենք անում ենք բոլորի համար, մենք այս արդյունքը ապահովում ենք։ Բիզնեսի ծրագրերի հետ դեպքում շատ հեշտ է։ Այս փուլը անցած ենք, այսինքն կազմակերպությունները, հատկապես խոշոր կազմակերպությունները, հասկանալով թե ինչքան կարևոր է իրենց համար այդ ծրագիրը, իրենք ֆինանսավորում են մասնակցին, կազմակերպություններից մի մասը 100%-ով է ֆինանսավորում, մյուս մասը ասենք ֆինանսավորում է պայմանական 70%-ը եւ 30%-ը մասնակից իր անձնական միջոցներից է տալիս։ Իդեպ սա այն մոդելն է, որ իմ խորին համոզմամբ լավագույնն է, որտեղ ցանկացած պարագայում ինչքան էլ ֆինանսավորում լինի այլ շահակիցների կողմից, քանի որ տվյալ մասնակիցը ունի արդեն իր այդ անհատական օգուտը, ինքը այդ անհատական օգուտի համար պարտավոր է վճարել, անկախ նրանից թե որ մասը որտեղից կգա։ Հետո փորձնել է ցույց տալիս, երբ որ մարդկանց համար կրթական ծրագիրը լրիվ անվճար է լինում, ինչ որ ուրիշ տեղից ֆինանսավորված, մի փոքր պատասխանատվության զգացումը, ներգրավվածությունը եւ հետեւաբար նաեւ կրթական գործընթացի արդյունավետությունը պակասում են։ Իսկ երբ որ մարդը ունենում է հստակ մասնակցություն նաեւ ֆինանսական առումով, այսպես ողջամտության վճարի սահմաններում, հա, դա լավագույն եղանակն է, որ կարող է գործել եւ հետեւաբար եւ կազմակերպությունների հետ էլ որ զրուցում են, երբ որ կազմակերպությունը մեզ ասում է մենք 100% կֆինանսավորենք մեր այս ղեկավարների, մենեջերների եւ պատրաստում, ասում եմ չէ, ժողովուրդ 100%-ով մի ֆինանսավորեք, թողեք մի մասը թողեք իրենց վրա, թող իրենք տան գումարը։ Եվ այստեղ էլ կարևոր է այս մոդելը ճիշտ կիրառել, Արմենովի ջան։ Ես կարծում եմ, որ ախր հասկանում եք աշխատանք է պետական նախարարության մակարդակով, մարդիկ պետք է նստեն եւ գործեն զբաղվեն, որտեղից ֆոնդերը ներգրավել, որտեղից այդ fundraising-ի process-ը անել, պետական բյուջեի միջոցները ինչպես մոբիլիզացնել, որպեսզի հնարավոր լինի հստակ ֆինանսական միջոցներ հատկացնել բարձրորակ կրթական ծրագրերով դպրոցների տնօրենների վերապատրաստմանը եւ այլն եւ այլն։ Ես դրա համար այն նախորդ հարցերից մեկի մեջ ասացի, որ պետք է ավելի բարձր մակարդակից այս գիտակցումը փոխել, հետո երևի մի բան կլինի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ ձեզ։ Մենք այստեղ մի քանի դիտարկումներ ունենք, որոնք որ ձեր խոսքի ընթացքում են գրել չաթում։ Ձեզ գրել են, որ համամիտ են ձեզ հետ, բայց լավ կրթությունը թանկարժե, որը ոչ բոլորն են իզորու վճարել։ Կարծում սա երբ խոսում էիք հենց որ պետք է կրթությունը այդ գիտակցության փոփոխության համար այդ պահի։ Ես այս առումով էլ ներողություն եմ խնդրում, եւս մեկ միջամտություն եմ ուզում անել։ Բացի ես համաձայն եմ այդ դիտարկման հետ, այո, թանկարժե, ես արդեն ներկայացրեցի, թե ինչ աշխատանք պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի թանկարժե կրթությունը հասանելի դարձնել։ Ես չեմ ասի բոլորին, պետք չի թանկարժե կրթությունը բոլորին։ Այն մարդկանց, որոնց միջոցով մենք համարում ենք, որ հետագայում փոփոխությունները պետք է սկսեն, որովհետև երբ որ փոփոխությունները սկսեցին, երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց արդեն բոլորի համար է հասանելի լինելու։ Դու կարճաժամկետում չես կարող բոլորի համար դա հասանելի դարձնել։ Պետք է ճիշտ ուղղությամբ, ճիշտ քայլերի հերթականությամբ առաջ գնալ։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել բացի սրանից։ Ես սրանից անդրադարձել եմ լրիվ այլ թեմայով, ունի բարձր արժեք եւ ոչ բոլորին է հասանելի։ Մի պնդում, որը ունի եւ ճշմարտության մաս եւ իրականում թաքնված թյուրընկալման մաս, որ մարդիկ վարկ են վերցնում նորագույն մոդելի բջջային հեռախոս առնելու համար, բայց նույն գնային սահմաններում կրթական product-ին ասում են, որ թանկարժեք է եւ մենք մեզ չեն կարող թույլ տալ։ Եվ հետեւաբար դեպքերի մեծամասնությունում, ոչ բոլոր դեպքերում, բայց դեպքերի մեծամասնությունում ոչ թե կրթությունն է թանկ, այլ տվյալ անհատը միջև վերջ չի պատկերացնում, առաջին չի պատկերացնում դրա կարևորությունը եւ ինքմեղավոր չի շատ դեպքերում, եւ երկրորդը կրթական ծառայությունների, կրթական product-ների որակը ավանդաբար Հայաստանում այնքան ցածր է, որ մարդկանց ընկալման մեջ նույնիսկ այդ տպավորություններում, հա, նստած է որ կրթությունը պետք է լինի էժան, այսինքն իրենք պատրաստ չեն դրա համար վճարել։ Եվ հետեւաբար ոչ թե կրթությունն է հաճախ թանկ լինում, այլ բավականաչափ չի կարևորվում, iPhone-ի չափ չի կարևորվում։ Եկեք ուղղակի երևույթներին ճիշտ անուններ տանք։ Ամեն ինչ համեմատության մեջ է որոշվում։ Կրթությունն է ավելի թանկ, թե միջին ավելի կարևոր բարձրորակ կրթությունը, թե միջին որակի ինչ որ 1990-ական թվականների արտադրված
Mustang ավտոմեքենան, որի համար մարդը պատրաստ է 10,000 եւ ավել դոլար վճարելու, վարկը վերցնելու եւ այն գնելու։ Ես կարծում եմ, որ սա նաեւ երկարաժամկետ քաղաքականության փոփոխությունների իրականացման կարևոր հիմքն է, որ մենք կարողանանք ձևավորել մարդկանց համոզել, ցույց տալ, թե ստացած արդյունքը այդ պայմանական Mustang-ի 90-ական թվականների արտադրած եւ մեկ լավ թեկուզ կարճաժամկետ լավ ծրագրի ստացած արդյունքների արժեքները որքանով են անհամադրելի հոգուտ կրթությանը։ Շնորհակալություն։ Այստեղ մյուսը հարցնում եմ, որ ձեր վերապատրաստումներին ինչպես մասնակցել եւ ինչպես նաեւ իմ այն հատվածին, երբ քննարկում ենք դպրոցների զարգացման հանգամյա պլանը, ասում եմ, որ բոլորն էլ գրում են, բայց միևնույն է, հետո ոչ ոք դրա կատարողականը չի ստուգում։ Ես արագ հարցին անդրադառնամ եւ դուք խոսեք, լավ։ Եվ այստեղ նաեւ ասում են, որ շատ հետաքրքիր եւ կարեւոր թեմա է, ինչպես առաջնորդությունը դաստիարակել աշակերտի մոտ։ Եվ նաեւ ձեր համայնքային ծրագրերից, մեր մասնակիցներից մեկի համայնքից մասնակից կա։ Ինչպես մասնակցել ծրագրերին, ես արդեն chat-ում գրեցի կայքը, կարող եք այստեղ հետևել, հատկապես երկու այդ մասնագիտական վերելքի ծրագրերը, Professional Elevation Program, որոնց մասին ասում էի, այսինքն բիզնես պլանավորում եւ զարգացման ռազմավարությունները եւ մյուսը թիմերի եւ մարդկանց կառավարում, երկրորդ հատվածը ինչ որ վերաբերում է առաջնորդության հմտությունների զարգացմանը դպրոցների երեխաների մոտ 100% համաձայն եմ, 100% առաջնորդության եւ ոչ միայն առաջնորդության նաեւ գուցե նաեւ ձեռնարկատիրական ունակությունների արդյունք ստեղծելու ունակությունների զարգացումը մեզ մոտ շատ ցածր մակարդակի է, բայց ես էլի որպես մենեջմենթի մասնագետ կարող եմ ասել, որ գոյություն ունի գործողությունների հերթականություն եւ մենք գուցե դրան արդյունավետ ձևով կարող ենք հասնել երեխաների մոտ ի սկզբանե զարգացնելու, երբ որ այդ զարգացնողների պատրաստման գործընթացը գոնե ավարտած լինենք։ Այսինքն այն մարդիկ, որոնք որ պատրաստ են հետագայում իրենց հմտությունները տարածել ավելի մասսայական, դրա համար է վերևից պետք սկսել։ Եվ մենք նաև դրա պատճառով ղեկավարների կրթությունից ենք սկսում, որովհետև դա իրականում արդյունք ապահովող լավագույն ամենաարդյունավետ մոդելն է։ Հա, օրինակ տարբեր զարգացած երկրներում համակարգերում, երբ որ իրենք արդեն եկել են հասել են այդ մակարդակի, հասկանում են, որ դպրոցական համակարգի դպրոցական կրթությունը Գերմանիայում պես շատ հստակ դրված է, անկախ նրանից թե բոլոր երեխաները ինչ են սովորելու, ինչ ուղղվածությամբ են սովորելու, իրենց մոտ պարտադիր հստակ ֆունդամենտալ է շեշտադրումներից մեկը ձեռնարկատիրական ունակությունների զարգացումն է։ Այսինքն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, ձեռնարկատիրական ունակությունների զարգացում, լեզվի զարգացում, որը իրենք համարում են իրենց հասարակության զարգացման հիմքը։ Եվ բնականաբար այստեղ առաջնորդության էլեմենտները շատ կարևոր են, ինչ պետք է ներառել, եւ վերջին դիտարկումը, որ համայնքից մասնակից կա, շատ ուրախ եմ այդ արդիվ։ Շնորհակալություն Անչափ։ Եթե հարցեր չկան, կարող ենք ամփոփել։ Ձեզ Անչափ շնորհակալ ենք նման խորքային խնդիրներին փորձելով նման պարզ ու ընկալելի ձևակերպումներ տալ, դա բացառիկ հմտություն է, ինչի համար իսկապես ձեզ շնորհակալություն, որ կարողացաք այդ կերպ այսպես ներկայացնել եւ նաեւ ոչ միայն խնդիրները ներկայացնել, այլ լուծումներն առաջարկել, հա, եւ այդ լուծումների մասին խորհելու հնարավորություն տալ բոլոր մասնակիցներին։ Անչափ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, հարգելիներս, այնպես որ կարող ենք այսպեսով ամփոփել։ Դուք եթե որևէ ամփոփիչ միտք ցանկանաք ասել, համեցեք։ Թե ոչ կարող ենք ամփոփել։ Ես էլ եմ շնորհակալ, չէ, ուղղակի ուզում էի ասել որպես ամփոփիչ միտք, քանի որ ինձ համար ի սկզբանե ասեցի կարևորը արդյունքն է, եթե շարունակության հետ կապված ինչ որ հետաքրքրություն լինի քննարկման, ես միշտ բաց եմ, միշտ պատրաստ եմ ցանկացած թեմայով զրուցել, թե խմբային, թե անհատական, կարող եք այցելել Բաղրամյան 6, ինձ հետ զրուցել, մեր թիմի հետ զրուցել, մենք մեր գործի ամբողջ իմաստն այն է, որ մենք ինչքան հնարավոր է այս կարևորագույն մարտահրավերը մենք կարողանանք հաղթահարել, այն որ Հայաստանում դեռևս շատ ցածր մակարդակի վրա ամեն ինչ որ մենք կա, մենք իրականում զբաղված ենք համակարգ ստեղծելով, դրա համար բոլորի ներգրավվածությունը շատ ողջունելի է, կարող եք մասնակցել ծրագրերին, մասնակցությունից բացի կարող եք ուղղակի հետևել Մատենային, Մատենայի Facebook-յան էջին, այնտեղ բարբերաբար այս ուղղությամբ հայաստանյան իրականության հետ կապված շատ կարևոր
կարևոր ուղղություններով ինֆորմացիա է տրվում, ընդ որում մենք ինչ ենք անում, մեզ համար մի սկզբունք կա բոլոր ծրագրերի համար, մենք փորձում ենք առաջավոր այն լավագույն համաշխարհային փորձը համադրել հայկական լավագույն փորձի հետ, որտեղ մենք ունենք այն համոզմունքը, որ եթե ծրագրերը միայն այսպես դրսի արևմտյան առաջատար փորձի ներկայացման մեջ սահմանափակվում, դրանք առավելագույն արդյունք չեն ապահովում, որտեղ որոշ դեպքերում դրանք կտրված են լինում իրականությունից, եւ հակառակը, եթե մենք միայն հայաստանյան իրականության լավագույն փորձը ներկայացնենք, ապա մենք կրկին ընկնելու ենք նույն շրջապտույտի մեջ, որ 30 տարիների ընթացքում եղել է եւ իրենք չեն կարողանալ դուրս տեսնել։ Եվ հետեւաբար ամենամեծ արդյունքը ապահովում է այս արդյունավետ համադրությունը երկու ուղղությունների եւ այս առումով մենք համարում ենք, որ Մատենան նաեւ ունիկալ է Հայաստանում առաջնորդության մենեջմենթի ու հարակից բոլոր ուղղությունների զարգացման առումով, որտեղ մենք բերում ենք այդ ամենը լավագույն փորձը արևմուտքից եւ փորձում ենք Հայաստանում տեղայնացնել եւ ստանալ առավելագույն արդյունք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի մասնակիցներ, անչափ շնորհակալ ենք մասնակցության համար։ Շնորհակալություն։